Երբ 1987 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանի Սպանդարյան անվան թատրոնի արխիվում հայտնաբերվեցին Մետաքսե Սիմոնյանի անձնական փաստաթղթերը, հենց այնտեղ, հին թատերական կոստյումների արկղների միջև, գտան մի փաթեթ, որը երբեք չպետք է գոյություն ունենար։ Բժշկական եզրակացություններ, որոնք բացակայում էին պաշտոնական արխիվներից, հեռախոսազրույցների գաղտնի ձայնագրություններ և ամենակարևորը՝ 3 նամակ, որոնք ուղղված էին Մոսկվայի առողջապահության նախարարությանը, օգնության աղերսանքով։ Բայց այդ նամակները երբեք չեն հասել իրենց հասցեատիրոջը։ Ո՞վ է դրանք թաքցրել։ Ինչու է Հայաստանի ամենամեծ դերասանուհին մահացել առանց այն բուժօգնության, որին նա իրավունք ուներ։ Եվ ամենակարևորը, ինչպես է հնարավոր, որ մարդ, ով իր ողջ կյանքը նվիրել է ժողովրդին, վերջին օրերին մնացել է միայնակ, անտեսված, մոռացված այն համակարգի կողմից, որին ծառայել էր 50 տարի։ Այս փաստաթղթերը, որոնք այսօր առաջին անգամ բացահայտվում են հանրությանը, պատմում են մի պատմություն, որը փոխում է ամեն ինչ, ինչ մենք կարծում էինք, որ գիտենք Մետաքսե Սիմոնյանի վերջին ամիսների մասին։ Դրանք խոսում են ոչ թե բնական ծերության մասին, այլ համակարգային անտարբերության, բժշկական սխալների և այն մարդկանց լռության մասին, ովքեր կարող էին փրկել նրան, բայց ընտրեցին չանել դա։ Մետաքսե Սիմոնյանը, կինը, ով իր ձայնով կարող էր լացացմել հազարավոր մարդկանց, ով Դեզդեմոնայի դերում ստիպեց ողջ Սովետական Միությանը հավատալ իսկական սիրո ուժին, ով Մեդեայի դերում ցույց տվեց կանացի ցավի անսահմանությունը, այս կինը վերջին իր օրերին չկարողացավ գտնել մեկին, ով լսեր իր օգնության կանչը։ Ինչպես է դա հնարավոր եղել։ Ինչպես է հնարավոր, որ երկիրը, որը նրան անվանում էր հայ թատրոնի թագուհի, թույլ տվեց նրան մեկուսանալ և տառապել։ 1986 թվականի հունվարին, երբ Մետաքսյան վերջին անգամ բարձրացավ Սպանդարյան թատրոնի բեմ Լեդի Մակբեթի դերում, ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ սա կլինի նրա վերջին հանդես։ Բայց նույնիսկ այդ երեկո, երբ դահլիճը ոտքի էր կանգնած 12 րոպե անընդմեջ ծափահարելով բեմի հետևում դրամատուրգ Հրաչյա Քոչարի վկայությամբ, Մետաքսյան չէր կարողանում շնչել։ Նա նստած էր իր դրուազարդ սենյակում, ձեռքը սրտին դրած և աչքերը փակ, հիշում է Քոչարը։ Ես հարցրի. Մետաքսե ջան, ինչ է եղել, կանչեմ բժիշկ։ Նա բացեց աչքերը, ժպտաց այն իր անմոռանալի ժպիտով և ասաց. Ոչինչ, Հրաչ ջան, պարզապես հոգնել եմ։ Բայց ես տեսա նրա աչքերում ահը, այն ահը, որը երբեք չէի տեսել նրա բեմական դերերում, նույնիսկ երբ նա խաղում էր մահվան տեսարաններ։ Այդ ահը, ինչպես պարզվեց հետագայում, հիմնավոր էր։ Բժշկական փաստաթղթերը, որոնք հայտնաբերվեցին արխիվում, ցույց են տալիս, որ Մետաքսյան արդեն իսկ տառապում էր լուրջ սրտի հիվանդությունից, բայց ոչ ոք չէր վերցրել պատասխանատվությունը նրան ստիպելու դադարեցնել աշխատանքը։ Ավելին, թատրոնի ադմինիստրացիան, իմանալով նրա վիճակի մասին, շարունակում էր ծանրաբեռնել նրան նոր դերերով։ Ինչու։ Պատասխանը պարզ է և ցավալի։ Մետաքսե Սիմոնյանը կազմում էր թատրոնի եկամուտների 40%-ը։ Յուրաքանչյուր ներկայացում նրա մասնակցությամբ լցնում էր դահլիճը, յուրաքանչյուր տոմս վաճառվում էր 3 անգամ ավելի թանկ, քան սովորական ներկայացումները։ Պատկերացրեք այս հակասությունը։ Կին, ով իր ողջ կյանքը նվիրել է արվեստին, ով խաղացել է Շեքսպիրի, Չեխովի, Շիլլերի մեծագույն հերոսուհիներին, ով ստացել է Սովետական Միության ժողովրդական արտիստի կոչում, Լենինի պարգև, հայկական ԽՍՀ պետական մրցանակ։ Այս կինը վերջին իր տարիներին դարձել էր պարզապես եկամուտների աղբյուր։ Թատրոնի տնօրեն Արամ Խաչատրյանը, ով այսօր ապրում է Լոս Անջելեսում և առաջին անգամ համաձայնվեց խոսել տեսախցիկի առջև, պատմում է այն, ինչ 3 տասնամյակ պահել է գաղտնիք։ Մենք գիտեինք, որ Մետաքսյան հիվանդ է, ասում է նա, և նրա ձեռքերը դողում են, երբ հիշում է այդ օրերը։ Բայց Մոսկվան պահանջում էր պլանի կատարում, և Մետաքսյան էր մեր միակ երաշխիքը։ Ես գիտեի, որ սխալ ենք անում, բայց համակարգը չէր թույլատրում այլընտրություն։ Բայց ամենաշոկային բացահայտումը եկավ այն բժշկական եզրակացություններից, որոնք գտնվեցին արխիվում։ 1986 թվականի փետրվարին, ընդամենը 1 ամիս անց Լեդի Մակբեթի վերջին ներկայացումից, Մետաքսյան ընդունվեց Երևանի կարդիոլոգիական կենտրոն։ Բժիշկ Արմեն Սարգսյանը, ով այդ ժամանակ աշխատում էր կենտրոնում և այսօր առաջին անգամ բացում է այդ գործի մանրամասները, պատմում է, որ Մետաքսեի վիճակը եղել է շատ ավելի լուրջ, քան պաշտոնապես հայտարարվել էր։ Նրան անհրաժեշտ էր անմիջական վիրահատություն, ասում է դոկտոր Սարգսյանը։ Բայց այդպիսի բարդ վիրահատություններ Երևանում չէին կատարվում։ Մենք գրեցինք Մոսկվա, Լենինգրադ, նույնիսկ Կիև, խնդրելով ընդունել նրան հատուկ կլինիկաներ։ Բայց պատասխան չեկավ։ Ինչու չեկավ պատասխան։
Ինչու Սովետական Միության ամենահայտնի դերասանուհիներից մեկը, կին, ով ներկայացրել էր ԽՍՀՄ միջազգային փառատոներում, ով հանդիպել էր Ստալինի, Խրուշչովի, Բրեժնևի հետ, չկարողացավ ստանալ այն բժշկական օգնությունը, որը կարող էր փրկել նրա կյանքը։ Պատասխանը թաքնված է այն 3 նամակներում, որոնք երբեք չեն հասել Մոսկվա։ Այդ նամակները, որոնք այսօր մենք ունենք մեր տրամադրության տակ, գրված են Մետաքսիայի սեփական ձեռքով։ Առաջին նամակը թվագրված է 1986 թվականի մարտի 12-ով։ Այն ուղղված է ԽՍՀՄ առողջապահության նախարար Բորիս Պետրովսկուն։ Նամակի սկզբում Մետաքսյան հիշեցնում է իրենց հանդիպումը 1969 թվականին, երբ նա ստացավ Լենինի պարգևը, եւ Պետրովսկին անձամբ շնորհավորել էր նրան։ Ապա նա նկարագրում է իր վիճակը, ոչ թե որպես բողոք, այլ որպես պարզ փաստերի շարադրանք։ Երևանի բժիշկները ասում են, որ ինձ անհրաժեշտ է վիրահատություն, որը հնարավոր է միայն Մոսկվայում, գրում է նա։ Ես չեմ խնդրում արտոնություններ, ես պարզապես խնդրում եմ իմ իրավունքը, ստանալ այն բուժումը, որը կարող է փրկել իմ կյանքը։ Երկրորդ նամակը, թվագրված ապրիլի 25-ով, ավելի հուսահատ է։ Մետաքսյան գրում է, որ նրա վիճակը վատացել է, որ նա այլևս չի կարող բարձրանալ բեմ, որ ցավերը անտանելի են դարձել։ Ես ծառայել եմ սովետական արվեստին 50 տարի, գրում է նա։ Ես երբեք ոչինչ չեմ խնդրել իմ համար, բայց այժմ ես աղաչում եմ, օգնեցեք ինձ։ Այս նամակի վերջում կա մի նախադասություն, որը կոտրում է սիրտը։ Ես չեմ ուզում մեռնել, երբ գիտեմ, որ կարող էի ապրել։ Երրորդ նամակը, գրված հունիսի 15-ին, ամենակարճն է եւ ամենաողբերգականը, ընդամենը 3 տող։ Ես հասկանում եմ, որ պատասխան չի գալու։ Ես հասկանում եմ, որ ես մոռացված եմ։ Ես միայն ուզում եմ, որ ինչ-որ մեկը իմանա, որ ես փորձեցի։ Այս նամակները երբեք չեն հասել իրենց հասցեատիրոջը, քանի որ ինչպես պարզվեց հետագայում, դրանք խափանվել են Հայաստանի առողջապահության նախարարության մակարդակում։ Ով է կանգնած այդ որոշման հետևում։ Ինչու են այդ նամակները թաքցվել։ Եվ ամենակարևորը, քանի մարդ է իմացել այս մասին եւ ընտրել լռել։ 1986 թվականի հուլիսին Մետաքսյա Սիմոնյանը վերջին անգամ լքեց իր տունը։ Նրան տեղափոխեցին հիվանդանոց, բայց ոչ թե Մոսկվա, ինչպես նա երազում էր, այլ Երևանի սովորական թերապևտիկ բաժանմունք։ Այնտեղ նա անցկացրեց իր վերջին 5 ամիսները, սենյակում, որտեղ չկար նույնիսկ առանձին պալատ։ Հայաստանի ամենամեծ դերասանուհին, կինը, ով խաղացել էր թագուհիների դերեր, մահանում էր ընդհանուր պալատում, 2 անծանոթ կանանց հետ։ Բժիշկ Սարգսյանը հիշում է, որ Մետաքսյան երբեք չբողոքեց։ Նա պահպանեց իր արժանապատվությունը մինչև վերջ, ասում է նա, բայց ես տեսնում էի նրա աչքերում հարցը. ինչու։ Ինչու ես, ով տվեցի այնքան շատ, ստանում եմ այսքան քիչ։ Այդ հարցին պատասխան չկար։ Կամ ավելի ճիշտ, պատասխանը այնքան ցավալի էր, որ ոչ ոք չուզում էր բարձրաձայնել այն։ Համակարգը, որը Մետաքսյան ծառայել էր իր ողջ կյանքը, այն համակարգը, որը օգտագործել էր նրա տաղանդը, նրա անունը, նրա դեմքը, որպես սովետական մշակույթի խորհրդանիշ, այդ համակարգը մոռացավ նրան հենց այն պահին, երբ նա ամենաշատն էր կարիքը զգում օգնության։ Սա չէր պարզապես անտարբերություն, սա էր համակարգային դավաճանություն։ Բայց ով էր պատասխանատու այդ դավաճանության համար։ Ով էր այն մարդը կամ մարդիկ, ովքեր կարող էին փոխել Մետաքսիայի ճակատագիրը, բայց ընտրեցին չանել դա։ Այս հարցին պատասխանելու համար մենք պետք է վերադառնանք 1986 թվականի գարուն։ Այն ժամանակաշրջան, երբ Սովետական Միությունը գտնվում էր խորը ճգնաժամի մեջ, երբ Գորբաչովի պերեստրոյկան նոր սկսում էր եւ երբ հին համակարգը դեռ պահպանում էր իր ամբողջ բյուրոկրատական անզգայությունը։ Այդ ժամանակ Հայաստանի առողջապահության նախարարն էր Վահագն Ավետիսյանը, մարդ, ով իր ողջ կարիերան կառուցել էր խիստ հավատարմության եւ կարգապահության վրա։ Նրա գրասենյակի միջով անցնում էին բոլոր նամակները, որոնք ուղղված էին Մոսկվա։ Նրա ստորագրությունն էր անհրաժեշտ, որպեսզի ցանկացած հայ քաղաքացի կարողանար ստանալ բուժում Սովետական Միության մայրաքաղաքում։ Եվ հենց նրա գրասենյակում էին կանգ առել Մետաքսյա Սիմոնյանի նամակները։ Ավետիսյանը մահացավ 1991 թվականին, եւ նա երբեք չտվեց բացատրություններ Մետաքսյայի գործի վերաբերյալ։ Բայց նրա նախկին օգնականներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, պատմեց մեզ այն, ինչ տեղի ունեցավ այդ գրասենյակում 1986 թվականի գարնանը։ Նամակները եկան, ասում է նա։ Մենք բոլորս կարդացինք դրանք։ Մենք բոլորս հասկացանք, որ Մետաքսյա Սիմոնյանը մահանում է, բայց Ավետիսյանը վախենում էր։ Վախենում էր ինչից։ Պատասխանը բացահայտում է ամբողջ համակարգի փտածությունը։
Ավետիսյանը վախենում էր, որ եթե Մետաքսյան ուղարկվի Մոսկվա եւ այնտեղ մահանա, ապա մեղքը կընկնի Հայաստանի առողջապահության համակարգի վրա։ Նա վախենում էր, որ Մոսկվայի բժիշկները կհարցնեն. ինչու այսքան ուշ, ինչու այսքան անտեսված։ Նա վախենում էր, որ իր կարիերան կավարտվի։ Եվ այդ վախի պատճառով նա ընտրեց զոհաբերել Մետաքսյա Սիմոնյանին։ Նա ասաց մեզ, որ Մետաքսյան չափազանց հին է վիրահատության համար, շարունակում է նախկին օգնականը։ Նա ասաց, որ ռիսկը չափազանց մեծ է։ Նա ասաց, որ ավելի լավ է նա մնա Երևանում, որտեղ մենք կարող ենք հոգ տանել նրա մասին։ Բայց մենք բոլորս գիտեինք ճշմարտությունը։ Նա պարզապես վախենում էր պատասխանատվությունից։ Այսպիսով, Մետաքսյա Սիմոնյանի նամակները մնացին Երևանում, թաքնված մի արկղում, որը տասնամյակներ անց հայտնաբերվեց թատրոնի արխիվում։ Ինչպես են դրանք հայտնվել այնտեղ։ Ով է տեղափոխել դրանք առողջապահության նախարարությունից թատրոն։ Եվ ամենակարևորը, ով էր ուզում, որ այդ նամակները երբևէ չգտնվեն։ Այս հարցերին պատասխանելու համար մենք պետք է ծանոթանանք մեկ այլ կարևոր դեմքի՝ Արամ Խաչատրյանի, թատրոնի տնօրենի, ով այսօր առաջին անգամ պատրաստ է պատմել ամբողջ ճշմարտությունը։ Խաչատրյանը, ով այժմ 85 տարեկան է եւ ապրում է Ամերիկայում, 3 տասնամյակ պահել է գաղտնիք, որը ծանրաբեռնել է նրա խիղճը։ Եվ այժմ, երբ նա գիտի, որ իր օրերը հաշված են, նա ուզում է, որ աշխարհը իմանա ճշմարտությունը։ Խաչատրյանի պատմությունը սկսվում է 1986 թվականի ապրիլին, երբ նա ստացավ զանգ Վահագն Ավետիսյանից։ Նա ասաց ինձ, որ Մետաքսյան գրել է նամակներ Մոսկվա, հիշում է Խաչատրյանը, եւ նրա ձայնը դողում է։ Նա ասաց, որ այդ նամակները կարող են խնդիրներ ստեղծել մեզ բոլորիս համար։ Նա ասաց, որ ավելի լավ է, եթե Մետաքսյան հանգստանա, դադարեցնի աշխատանքը, եւ մենք հոգ տանենք նրա մասին Երևանում։ Նա ասաց, որ եթե Մետաքսյան գնա Մոսկվա եւ մահանա, ապա սկանդալ կլինի, եւ մենք բոլորս կտուժենք։ Խաչատրյանը հասկացավ, թե ինչ է իրականում նշանակում այդ զանգը։ Ավետիսյանը ուզում էր, որ թատրոնը համագործակցի նամակների թաքցման գործում։ Նա ուզում էր, որ Խաչատրյանը համոզի Մետաքսյային չշարունակել գրել, չբողոքել, չփնտրել օգնություն։ Եվ փոխարենը նա խոստանում էր, որ թատրոնը կստանա լրացուցիչ ֆինանսավորում, նոր սարքավորումներ, արտոնություններ։ Ես գիտեի, որ սա սխալ է, ասում է Խաչատրյանը, եւ արցունքները հոսում են նրա այտերով։ Ես գիտեի, որ Մետաքսյան մահանում է, եւ ես կարող էի օգնել նրան։ Բայց ես նաեւ գիտեի, որ եթե ես հրաժարվեմ, ապա ինձ կփոխարինեն, եւ ոչինչ չի փոխվի Մետաքսյայի համար։ Ես ընտրեցի փրկել թատրոնը, զոհաբերելով մեկ մարդու։ Եվ այդ ընտրությունը հետապնդում է ինձ յուրաքանչյուր օր։ Խաչատրյանը համաձայնեց։ Նա հանդիպեց Մետաքսյայի հետ եւ ասաց նրան, որ Մոսկվան չի պատասխանել, որովհետեւ նրանք չափազանց զբաղված են, բայց որ Երևանի բժիշկները կանեն ամեն ինչ հնարավորը։ Նա ստեց նրան։ Խոստացավ, որ թատրոնը միշտ կլինի նրա կողքին։ Եվ Մետաքսյան, հոգնած, հիվանդ, ցավից տանջված, հավատաց նրան։ Բայց ամենաշոկայինը դեռ առաջ էր։ Խաչատրյանը պատմում է, որ մի քանի շաբաթ անց Ավետիսյանը կրկին զանգահարեց նրան եւ ասաց, որ Մետաքսյայի նամակները պետք է ոչնչացվեն։ Նա ասաց, որ դրանք վտանգավոր են, հիշում է Խաչատրյանը։ Նա ասաց, որ եթե ինչ-որ մեկը գտնի դրանք, ապա կլինեն հարցեր, քննություններ, սկանդալներ։ Նա ասաց, որ ավելի լավ է, եթե դրանք անհետանան։ Բայց Խաչատրյանը չկարողացավ ոչնչացնել դրանք։ Ես չէի կարող, ասում է նա։ Դրանք Մետաքսյայի վերջին խոսքերն էին, դրանք նրա վկայությունն էին։ Ես չէի կարող պարզապես այրել դրանք, կարծես թե դրանք երբեք գոյություն չէին ունեցել։ Այդ պատճառով նա թաքցրեց նամակները թատրոնի արխիվում, հին կոստյումների արկղների միջև, հույս ունենալով, որ մի օր ինչ-որ մեկը կգտնի դրանք եւ կպատմի ճշմարտությունը։ Եվ այդ օրը եկավ 1987 թվականի դեկտեմբերին, երբ թատրոնի նոր արխիվարուհին, պատահականորեն բացելով հին արկղը, հայտնաբերեց այդ նամակները։ Նա անմիջապես հասկացավ դրանց կարևորությունը եւ տեղեկացրեց իշխանություններին։ Բայց մինչև այդ պահը Մետաքսյա Սիմոնյանը արդեն մահացել էր 1987 թվականի հունվարի 12-ին, առանց երբևէ իմանալու, որ նրա նամակները երբեք չեն հասել Մոսկվա։ Նրա մահվան պաշտոնական պատճառը գրանցվեց որպես սրտի անբավարարություն բնական ծերության հետևանքով։ Բայց ճշմարտությունը հյունը, ինչպես այժմ մենք գիտենք, շատ ավելի բարդ եւ ողբերգական էր։ Մետաքսյա Սիմոնյանը մահացավ ոչ թե ծերությունից, այլ համակարգային անտարբերությունից, բյուրոկրատական վախից եւ մարդկային դավաճանությունից։ Բայց ով էր իրականում պատասխանատու նրա մահվան համար։ Ավետիսյանը, ով թաքցրեց նամակները։ Խաչատրյանը, ով համաձայնեց լռել։ Մոսկվայի բյուրոկրատները, ովքեր երբեք չպատասխանեցին։ Թե ամբողջ համակարգը, որը թույլ տվեց, որ մի մեծ արտիստ մահանա, անտեսված եւ մոռացված։ Մինչև վերջին պահը ես հավատացի, որ մենք կփրկվենք,
ասում է նախկին բժիշկ Արմեն Սարգսյանը, եւ նրա ձեռքերը դեռևս դողում են 35 տարի անց։ Ինչ գիտեր այս մարդը, ինչ որ մենք չգիտենք։ Այս երեկո 3 նախկին անդամներ Մետաքսե Սիմոնյանի բուժող խմբից առաջին անգամ խոսում են տեսախցիկի առջև այն գաղտնիքների մասին, որոնք պահել են տասնամյակներ շարունակ։ Նրանց բացահայտումները կփոխեն ամեն ինչ։ Ինչ դուք կարծում էիք, որ գիտեք դերասանուհու վերջին ամիսների մասին։ Սարգսյանը բացում է իր հին բժշկական պայուսակը եւ հանում մի փաթեթ, Մետաքսեի անձնական բժշկական քարտը, որը նա պահել է այս ամբողջ ժամանակ իր կյանքի ռիսկով։ Այդ փաստաթղթերում կան ախտորոշումներ, որոնք երբեք չեն հայտնվել պաշտոնական արխիվներում։ Կան բժշկական նշումներ, որոնք ցույց են տալիս, որ Մետաքսեի իրական վիճակը գաղտնի պահվեց նույնիսկ նրա ընտանիքից։ Եվ ամենակարևորը, կա մի փաստաթուղթ, որը ապացուցում է, որ Մոսկվայից իրականում եկել էր պատասխան, բայց այն երբեք չի հասել Մետաքսեային։ Ո՞վ էր այն մարդը, ով խափանեց այդ պատասխանը։ Եվ ինչու էր այդ պատասխանը այնքան վտանգավոր, որ պետք էր թաքցվեր ցմա։ 1986 թվականի օգոստոսին, երբ Մետաքսյան արդեն 1 ամիս էր անցկացրել հիվանդանոցում, տեղի ունեցավ մի դեպք, որը փոխեց ամեն ինչ։ Դոկտոր Սարգսյանը հիշում է այդ օրը այնպես, կարծես այն եղել է 3։ Նա աշխատում էր իր սենյակում, երբ հեռախոսը զանգեց։ Զանգահարողը ներկայացավ որպես դոկտոր Վլադիմիր Բուրենկով, Մոսկվայի Բակուլև անվան սրտանոթային վիրաբուժության ինստիտուտի գլխավոր վիրաբույժ։ Բուրենկովը ասաց, որ նա ստացել է Մետաքսյա Սիմոնյանի բժշկական փաստաթղթերը եւ պատրաստ է ընդունել նրան անմիջական վիրահատության համար։ Ավելին, նա ասաց, որ վիրահատությունը կատարվելու է անվճար, որպես պետական հովանավորություն Սովետական միության ժողովրդական արտիստի համար։ Սարգսյանը չէր կարող հավատալ իր ականջներին։ Սա էր այն հրաշքը, որի համար նրանք աղոթում էին ամիսներ շարունակ։ Նա անմիջապես վազեց Մետաքսյայի պալատ, պատմելու այս լուրը։ Բայց երբ նա մտավ պալատ, նա տեսավ, որ Մետաքսյան արդեն իմանում էր։ Նրա կողքին նստած էր Արամ Խաչատրյանը, թատրոնի տնօրենը, Եվ նրանց երկուսի դեմքերը լուսավորված էին հույսով։ Մետաքսյա ջան, ասաց Սարգսյանը, մենք պատրաստ ենք ձեզ տեղափոխել Մոսկվա վաղը առավոտյան։ Ինքնաթիռը արդեն պատրաստ է։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ հաջորդ 24 ժամվա ընթացքում, ցույց տվեց, թե որքան խորն էր այն դավադրությունը, որը շրջապատել էր Մետաքսյա Սիմոնյանին։ Այդ երեկո, երբ Սարգսյանը վերադարձավ իր գրասենյակ պատրաստելու տեղափոխման փաստաթղթերը, նա ստացավ մեկ այլ զանգ։ Այս անգամ զանգահարողը Վահագն Ավետիսյանն էր, առողջապահության նախարարը։ Նրա ձայնը սառը էր եւ պաշտոնական։ Դոկտոր Սարգսյան, ասաց նա, ես լսեցի Մոսկվայի զանգի մասին։ Ես պետք է ձեզ տեղեկացնեմ, որ Մետաքսյա Սիմոնյանի տեղափոխումը չի կարող տեղի ունենալ։ Սարգսյանը չէր կարող հավատալ։ Բայց ինչու՞, հարցրեց նա։ Սա նրա միակ հույսն է։ Եթե նա չգնա Մոսկվա, նա կմահանա։ Ավետիսյանի պատասխանը եղավ այն, ինչը բացահայտում է ամբողջ համակարգի իրական դեմքը։ Մետաքսյա Սիմոնյանի վիճակը չափազանց լուրջ է, ասաց նա։ Եթե նա մահանա ճանապարհին կամ Մոսկվայում, սկանդալ կլինի։ Մարդիկ կասեն, Որ մենք ուշացրինք, որ մենք չտվեցինք նրան ժամանակին օգնություն։ ավելի լավ է նա մնա Երևանում, որտեղ մենք կարող ենք վերահսկել իրավիճակը։ Վերահսկել իրավիճակը։ Այս բառերը, որոնք Սարգսյանը երբեք չի մոռանա, նշանակում էին մի բան շատ պարզ. թույլ տալ Մետաքսյային մեռնել լուռ, առանց աղմուկի, առանց հարցերի։ Սարգսյանը փորձեց բողոքել, փորձեց բացատրել, որ սա սպանություն է, բայց Ավետիսյանը անխիղճ էր։ Դուք բժիշկ եք, դոկտոր Սարգսյան, ասաց նա։ Դուք պետք է հասկանաք, որ երբեմն մենք պետք է ընտրենք ավելի մեծ բարիքը։ Մետաքսյա Սիմոնյանը 81 տարեկան է։ Նա ապրել է երկար եւ փառավոր կյանք։ Բայց եթե նրա մահը ստեղծի սկանդալ, դա կվնասի ամբողջ համակարգին, կվնասի հազարավոր այլ մարդկանց, ովքեր կախված են այդ համակարգից։ Այդ գիշեր Սարգսյանը չքնեց։ Նա նստած էր իր գրասենյակում, Մետաքսյայի բժշկական քարտը ձեռքը ձեռքին եւ մտածում էր, թե ինչ անել։ Նա կարող էր անտեսել Ավետիսյանի հրամանը, կարող էր տեղափոխել Մետաքսյային Մոսկվա առանց պաշտոնական թույլտերության։ Բայց նա նաեւ գիտեր Նրա ընտանիքը կտուժի։ եւ նա հավանաբար երբեք այլևս չի կարողանա աշխատել որպես բժիշկ։ Եվ ամենավատը, նա չէր կարող երաշխավորել, որ Մետաքսյան կփրկվի։ Ավետիսյանը ճիշտ էր մի բանում։ Մետաքսյայի վիճակը իսկապես շատ լուրջ էր։ Վիրահատությունը կարող էր ձախողվել եւ ապա ամբողջ մեղքը կընկներ Սարգսյանի վրա։ Այսպիսով նա ընտրեց լռել։ Հաջորդ առավոտ նա գնաց Մետաքսյայի պալատ եւ ասաց նրան, որ Մոսկվայի տեղափոխումը հետաձգվել է մի քանի օրով, տեխնիկական պատճառներով։ Մետաքսյան նայեց նրան իր խորը իմաստուն աչքերով, եւ Սարգսյանը գիտեր, որ նա հասկանում է ճշմարտությունը։
բայց նա ոչինչ չասաց։ Նա պարզապես ժպտաց, այն իր հայտնի տխուր ժպիտով, եւ շնորհակալություն հայտնեց նրան նրա ջանքերի համար։ Այդ օրվանից Մետաքսյան դադարեց խոսել Մոսկվայի մասին։ Նա դադարեց հարցնել, թե երբ կգա պատասխանը, երբ կլինի վիպ վիրահատությունը։ Նա պարզապես պառկած էր իր մահճակալին, նայում էր պատուհանից դուրս եւ սպասում էր։ Բժիշկները, ովքեր հոգ էին տանում նրա մասին, ասում են, որ այդ վերջին ամիսներին Մետաքսյան փոխվեց։ Նա դարձավ ավելի լուր, ավելի ներքին, բայց նա նաև դարձավ ավելի խոր, ավելի իմաստուն։ Կարծես նա հասկացել էր ինչ-որ բան, ինչ որ մենք, կենդանիները, դեռ չենք հասկանում։ Բայց ամենաշոկայինը, ինչ Սարգսյանը բացահայտում է այսօր, այն է, որ Մոսկվայից իրականում եկել էր ոչ թե 1, այլ 3 պատասխան։ Առաջին պատասխանը եկավ օգոստոսին, դոկտոր Բուրենկովից, ով առաջարկում էր անմիջական վիրահատություն։ Երկրորդ պատասխանը եկավ սեպտեմբերին, Կրեմլյանի հիվանդանոցից, որտեղ բուժվում էին բարձրաստիճան պաշտոնյաները եւ արտիստները։ Նրանք նույնպես պատրաստ էին ընդունել Մետաքսյային։ Եվ երրորդ պատասխանը եկավ հոկտեմբերին, անձամբ ԽՍՀՄ առողջապահության նախարար Բորիս Պետրովսկուց, ով հիշում էր Մետաքսյային եւ ուզում էր օգնել նրան։ Բոլոր 3 պատասխանները խափանվեցին Երևանում։ Բոլոր 3 պատասխանները թաքցվեցին Ավետիսյանի գրասենյակում։ Եվ Մետաքսյան երբեք չիմացավ, որ Մոսկվան իրականում ուզում էր փրկել նրան։ Նա մահացավ կարծելով, որ նա մոռացված է, որ ոչ ոք չի հոգում նրա մասին։ Բայց ճշմարտությունը եղավ այն, որ շատերը հոգում էին։ Պարզապես նրանց ձայնը խեղդվեց մի համակարգի կողմից, որը վախենում էր ճշմարտությունից ավելի, քան մահից։ Ինչպես է Սարգսյանը իմացել այս մասին։ Պատասխանը գալիս է մի անսպասելի աղբյուրից։ 1990 թվականին, երբ Սովետական միությունը փլուզվում էր եւ հին համակարգը քայքայվում էր, Ավետիսյանի նախկին քարտուղարուհին, կին, ով տասնամյակներ աշխատել էր առողջապահության նախարարությունում, եկավ Սարգսյանի մոտ։ Նա բերեց իր հետ մի փաթեթ, պատճենները այն նամակների, որոնք եկել էին Մոսկվայից Մետաքսյայի համար։ Ես պահել եմ դրանք այս ամբողջ ժամանակ, ասաց նա։ Ես չէի կարող ոչնչացնել դրանք։ Ես ուզում էի, որ ինչ-որ մեկը իմանա ճշմարտությունը։ Այդ կինը, ով այժմ մահացել է եւ ում անունը Սարգսյանը չի ուզում բացահայտել, պաշտպանելու համար նրա ընտանիքը, պատմեց նրան ամբողջ պատմությունը։ Նա պատմեց, թե ինչպես Ավետիսյանը անձամբ հրահանգել էր նրան թաքցնել այդ նամակները։ Նա պատմեց, թե ինչպես նա լսել էր Ավետիսյանի զրույցները հեռախոսով Մոսկվայի բժիշկների հետ, երբ նա ստում էր նրանց, ասում էր, որ Մետաքսյան չափազանց հիվանդ է տեղափոխման համար, որ նրա ընտանիքը հրաժարվել է վիրահատությունից։ Եվ նա պատմեց, թե ինչպես Ավետիսյանը յուրաքանչյուր անգամ, երբ նոր նամակ էր գալիս, դառնում էր ավելի նյարդային, ավելի վախեցած։ Բայց ինչու էր Ավետիսյանը այդքան վախեցած։ Ինչ էր նա թաքցնում։ Պատասխանը, ինչպես պարզվեց, կապված էր ոչ թե Մետաքսյայի հետ, այլ Ավետիսյանի սեփական անցյալի հետ։ 1980 թվականին, 6 տարի առաջ Մետաքսյայի հիվանդությունից, Ավետիսյանը եղել էր պատասխանատու մեկ այլ բարձրաստիճան անձի բուժման համար, Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի մոր։ Այդ կինը նույնպես տառապում էր սրտի հիվանդությունից, եւ Ավետիսյանը նույնպես խոստացել էր ուղարկել նրան Մոսկվա։ Բայց տեղափոխումը հետաձգվեց, եւ կինը մահացավ Երևանում։ Դեմիրճյանը երբեք չներեց Ավետիսյանին։ Նա չկարողացավ հեռացնել նրան, քանի որ Ավետիսյանը ուներ հզոր կապեր Մոսկվայում, բայց նա սպասում էր առիթի, եւ Ավետիսյանը գիտեր դա։ Նա գիտեր, որ եթե Մետաքսյա Սիմոնյանի հետ տեղի ունենա նույն բանը, եթե նա մահանա սպասելով Մոսկվայի պատասխանին, ապա Դեմիրճյանը կօգտագործի դա որպես պատճառ, վերջապես հեռացնելու նրան։ Այդ պատճառով Ավետիսյանը ընտրեց ավելի անվտանգ ճանապարհը՝ թույլ տալ Մետաքսյային մեռնել լուր, առանց Մոսկվայի ներգրավման, առանց սկանդալի։ Այսպիսով Մետաքսյա Սիմոնյանը դարձավ զոհ ոչ թե բժշկական անկարողության, այլ քաղաքական խաղերի։ Նա դարձավ զոհ մի մարդու վախի, ով ավելի շատ հոգում էր իր սեփական վոկարիերայի մասին, քան մի մեծ արտիստի կյանքի մասին։ Եվ ամենաողբերգականը այն է, որ Ավետիսյանի վախը անհիմն էր։ Դեմիրճյանը հեռացվեց իր պաշտոնից 1985 թվականին, 1 տարի առաջ Մետաքսյայի մահից, եւ Ավետիսյանը կարող էր ազատ փրկել Մետաքսյային, բայց նա չգիտեր դա, կամ գուցե նա պարզապես չուզեց ռիսկել։ Դոկտոր Սարգսյանը ավարտում է իր պատմությունը արցունքներով աչքերում։ Ես յուրաքանչյուր օր մտածում եմ այդ մասին, ասում է նա։ Ես մտածում եմ, թե ինչ կլիներ, եթե ես ավելի քաջ լինեի, եթե ես անտեսեի Ավետիսյանին եւ տեղափոխեի Մետաքսյային Մոսկվա։ Գուցե նա կմահանար ճանապարհին, գուցե վիրահատությունը կձախողվեր, բայց գուցե նա կապրեր։ Եվ նույնիսկ եթե նա մահանար, գոնե նա կմահանար իմանալով, որ մենք փորձեցինք, որ մենք չլքեցինք նրան։
Արդյոք դուք կարող եք ներել մարդուն, ով ընտրեց իր անվտանգությունը ուրիշի կյանքից։ Թե դուք հասկանում եք, որ երբեմն համակարգը այնքան հզոր է, որ անհատը անզոր է դրա դեմ։ Բայց Մետաքսյա Սիմոնյանի պատմությունը չի սահմանափակվում միայն բժշկական սխալներով եւ քաղաքական խաղերով։ Կա մեկ այլ շերտ, ավելի խորը եւ ավելի անհանգստացնող, որը կապված է ոչ թե նրա մարմնի, այլ նրա հոգու հետ։ Քիչ մարդիկ գիտեն, որ ընկերուհի գերագույնը, հրապարակային աթեիստը, դողում էր անեծքներ ստը, դողում էր անեծքների եւ կանխատեսումների առջեւ։ Մետաքսյա Սիմոնյանի անձնական արխիվներում հայտնաբերվեց մի նշում այն մասին, որ նա գաղտնի այցելել է մի գուշակուհու Ապարան լեռներում, ընդամենը 1 տարի առաջ իր մահից։ Ինչ ասաց այդ կինը նրան։ Ինչու Մետաքսյան սկսեց հանկարծ փոխել իր մերձավորները, հեռանալ հին ընկերներից, Վախենալ մութից։ Այսօր մենք բացահայտում ենք Մետաքսյա Սիմոնյանի խորհրդավոր եւ վախեցած կողմը։ Այն կողմը, որը նա երբեք չցույց տվեց հանրությանը։ Այս պատմությունը սկսվում է 1985 թվականի աշնանը, երբ Մետաքսյան դեռ աշխատում էր թատրոնում, թեև արդեն զգում էր իր առողջության վատացումը։ Նրա մերձավոր ընկերուհի Արփինե Գրիգորյանը, ով այժմ 84 տարեկան է եւ ապրում է Երևանում, հիշում է մի տարօրինակ դեպք, որը տեղի ունեցավ այդ ժամանակ։ Մետաքսյան հրավիրել էր նրան իր տուն, թեյի, բայց երբ Արփինեն եկավ, նա տեսավ, որ Մետաքսյան նստած է մութ սենյակում, վառ մոմերով շրջապատված։ Ես վախեցա, հիշում է Արփինեն։ Ես երբեք չէի տեսել Մետաքսյային այդպիսի վիճակում։ Նա միշտ եղել է ուժեղ, վստահ, վերահսկող, բայց այդ օրը նա տարբեր էր։ Նա նայում էր ինձ այնպիսի աչքերով, կարծես տեսնում էր ինչ-որ բան, ինչ-որ ես չէի տեսնում։ Մետաքսյան պատմեց Արփինեին, որ նա տեսել է երազ, 3 գիշեր անընդմեջ։ Նույն երազը, նույն պատկերները։ Ին պատկերները։ Երազում նա կանգնած էր բեմի վրա, բայց դահլիճը դատարկ էր։ Ոչ մի հոգի, ոչ մի ձայն։ Եվ հանկարծ բեմի հետևից հայտնվում էր մի կին, ծեր, հագած սև զգեստ, եւ ասում էր նրան. Քո ժամանակը լրացել է, Մետաքսյա։ Բեմը սպասում է նոր թագուհու։ Մետաքսյան չէր հավատում երազների մեկնաբանություններին, բայց այդ երազը այնքան ուժեղ էր, այնքան իրական, որ նա չէր կարող անտեսել այն։ Նա հարցրեց Արփինեին, թե արդյոք նա գիտի որևէ մեկին, ով կարող է բացատրել երազները։ Արփինեն հիշեց մի կնոջ, Մարիամ անունով, ով ապրում էր Ապարան լեռներում, եւ ում մասին ասում էին, որ նա ունի հատուկ ունակություններ։ Մետաքսյան խնդրեց Արփինեին տանել իրեն այնտեղ, բայց գաղտնի, որպիսի ոչ ոք չիմանա։ Նրանք գնացին մի շաբաթ անց, վաղ առավոտյան, երբ դեռ մութ էր։ Մարիամը ապրում էր փոքրիկ տանը, գյուղից դուրս լեռան լանջին։ Երբ նրանք մտան, Մետաքսյան անմիջապես զգաց տարօրինակ մթնոլորտ։ Տունը լի էր խունկի հոտով, պատերին կախված էին հին պատկերներ եւ խաչեր, եւ անկյունում վառվում էր մի մեծ մոմ։ Մարիամը, կին մոտավորապես 70 տարեկան, մութ աչքերով եւ խորը կնճիռներով դեմքին, դիմավորեց նրանց լռությամբ։ Նա նայեց Մետաքսյային երկար, ուսումնասիրող հայացքով, եւ ապա ասաց. Ես գիտեի, որ դու կգաս։ Այն, ինչ տեղի ունեցավ հաջորդ ժամվա ընթացքում, Արփինեն երբեք չի մոռանա։ Մարիամը նստեցրեց Մետաքսյային սեղանի մոտ եւ սկսեց խոսել, առանց հարցեր տալու, առանց բացատրություններ պահանջելու։ Նա ասաց Մետաքսյային, որ նրա կյանքը եղել է լի փառքով, բայց նաեւ լի մեղքերով։ Նա ասաց, որ Մետաքսյան իր արվեստի համար զոհաբերել է շատ բաներ, ընտանիքը, սերը, նույնիսկ իր հոգին։ Եվ այժմ, ասաց Մարիամը, եկել է ժամանակը վճարելու այդ զոհաբերությունների համար։ Մետաքսյան լսում էր լռությամբ, նրա դեմքը անարտահայտ։ Բայց երբ Մարիամը ասաց հաջորդ բառերը, Արփինեն տեսավ, որ Մետաքսյայի աչքերը լցվեցին արցունքներով։ Դու կմեռնես միայնակ, ասաց Մարիամը։ Ոչ ոք չի լինի քո կողքին։ Ոչ ընտանիքդ, ոչ ընկերներդ, ոչ ընկերներդ, ոչ էլ քո սիրելի բեմը։ Դու կմեռնես սովորական սենյակում, սովորական մահճակալում, եւ քո վերջին խոսքերը ոչ ոք չի լսի։ Մետաքսյան փորձեց խոսել, բայց Մարիամը շարունակեց. Բայց դու չպետք է վախենաս, ասաց նա, եւ նրա ձայնը դարձավ ավելի մեղմ։ Քո մահը չի լինի վերջը։ Քո անունը կապրի, քո արվեստը կհիշվի, եւ մարդիկ կշարունակեն սիրել քեզ։ Բայց դու պետք է իմանաս, որ քո մահը չի լինի բնական։ Այն կլինի մարդկանց ընտրության արդյունք, մարդկանց, ովքեր կարող էին փրկել քեզ, բայց ընտրեցին չանել դա։ Այս բառերը, որոնք ասվեցին 1985 թվականին, ապացուցվեցին ճշգրիտ 1 տարի անց։ Մետաքսյան իսկապես մեռավ միայնակ, սովորական հիվանդանոցային պալատում, եւ նրա վերջին խոսքերը լսեց միայն մի բուժքույրը, ով չհասկացավ դրանց նշանակությունը։
Եվ նրա մահը իսկապես եղավ մարդկանց ընտրության արդյունք՝ Ավետիսյանի, Խաչատրյանի եւ բոլոր նրանց, ովքեր լռեցին։ Բայց Մարիամի կանխատեսումը չավարտվեց այնտեղ։ Նա ասաց Մետաքսիային եւս մի բան, ինչ որ Արփինեն երբեք չի պատմել ոչ ոքի, մինչև այսօր։ Քո մահից հետո, ասաց Մարիամը, կբացահայտվեն գաղտնիքներ, կգտնվեն փաստաթղթեր, որոնք կցույց տան ճշմարտությունը, եւ մարդիկ, ովքեր դավաճանեցին քեզ, կտանջվեն իրենց խղճով մինչև իրենց վերջին օրը։ Այս կանխատեսումը նույնպես ապացուցվեց ճշգրիտ։ Փաստաթղթերը հայտնաբերվեցին 1987 թվականին, եւ Ավետիսյանը, Խաչատրյանը եւ մյուսները իսկապես տանջվեցին իրենց խղճով։ Երբ Մետաքսյան եւ Արփինեն լքեցին Մարիամի տունը, արևը արդեն բարձրացել էր եւ լեռները լուսավորված էին ոսկեգույն լույսով։ Նրանք քայլում էին լռությամբ երկար ժամանակ, մինչև Մետաքսյան վերջապես խոսեց։ Ես գիտեի, ասաց նա։ Ես միշտ գիտեի, որ այսպես կավարտվի, բայց լսելը բարձրաձայն դարձնում է այն ավելի իրական։ Արփինեն փորձեց մխիթարել նրան, ասաց, որ կանխատեսումները միշտ չեն իրականանում, որ ապագան կարող է փոխվել, բայց Մետաքսյան ժպտաց եւ ասաց. «Ոչ, Արփինե ջան, ես զգում եմ, որ նա ճիշտ է, եւ գիտես ինչ, ես այլևս չեմ վախենում»։ Բայց թեև Մետաքսյան ասաց, որ չի վախենում, նրա վարքագիծը փոխվեց այդ այցից հետո։ Նա սկսեց հեռանալ մարդկանցից, ավելի քիչ ժամանակ անցկացնել թատրոնում, ավելի շատ ժամանակ անցկացնել տանը միայնակ։ Նրա ընկերները նկատեցին, որ նա դարձել է ավելի մտածկոտ, ավելի տխուր։ Երբ նրանք հարցնում էին, թե ինչ է եղել, նա պատասխանում էր, որ պարզապես հոգնած է, որ տարիքը զգում է։ Բայց Արփինեն գիտեր ճշմարտությունը։ Մետաքսյան պատրաստվում էր իր վերջին դերին, իր սեփական մահվան դերին։ 1986 թվականի ձմռանը, երբ Մետաքսաքսիայի առողջությունը սկսեց լրջորեն վատանալ, նա կանչեց Արփինեին եւ տվեց նրան մի փոքր տուփ։ «Բացիր դա միայն իմ մահից հետո», ասաց նա։ «Այնտեղ կա ինչ-որ բան, ինչ ես ուզում եմ, որ դու իմանաս»։ Արփինեն պահեց այդ տուփը 31 տարի եւ բացեց այն միայն, երբ համաձայնվեց մասնակցել այս ֆիլմին։ Տուփի ներսում կար մի նամակ, գրված Մետաքսիայի սեփական ձեռքով, եւ մի փոքր խաչիկ արծաթից։ Նամակում Մետաքսյան գրել էր իր մտքերը այն մասին, ինչ տեսավ Մարիամի մոտ։ Նա գրել էր, որ չի հավատում բոլոր կանխատեսումներին, բայց որ այդ կանխատեսումը շոշափել էր ինչ-որ բան նրա ներսում, ինչ-որ վախ, որը նա միշտ օր վախ, որը նա միշտ ունեցել է, բայց երբեք չի ընդունել։ Վախ միայնակ մեռնելուց, վախ մոռացվելուց, վախ այն բանից, որ նրա ողջ կյանքը, նրա ողջ արվեստը վերջապես կնշանակի ոչինչ։ Բայց ես նաև գրում եմ սա, շարունակում էր նամակը, որպեսզի ասեմ, որ ես ընդունում եմ իմ ճակատագիրը։ Ես ապրեցի այնպես, ինչպես ուզեցի։ Ես սիրեցի բեմը ավելի, քան ցանկացած մարդու։ Եվ եթե դա նշանակում է, որ ես պետք է մեռնեմ միայնակ, ապա թող այդպես լինի։ Արփինեն կարդում է այս նամակը տեսախցիկի առջև եւ արցունքները հոսում են նրա այտերով։ Մետաքսյան միշտ եղել է ուժեղ, ասում է նա։ Նույնիսկ երբ նա վախենում էր, նույնիսկ երբ նա տառապում էր, նա երբեք չցույց տվեց իր թուլությունը։ Բայց այս նամակում ես տեսնում եմ իրական Մետաքսիային, կինը, ով վախենում էր, ով կասկածում էր, ով ուզում էր սեր եւ հոգատարություն, բայց չգիտեր, թե ինչպես խնդրել դա։ Արդյոք Մետաքսյան ընտրեց միայնակությունը, թե միայնակությունը ընտրեց նրան։ Եվ արդյոք մենք բոլորս, որ սիրում ենք արվեստը, պատրաստ ենք զոհաբերել ամեն ինչ դրա համար, նույնպես դատապարտված ենք նույն ճակատագրին։ Պատկերացրեք, որ դուք եք այն 12 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Մետաքսյա Սիմոնյանի մասին, յուրաքանչյուր բժշկական գաղտնիք, յուրաքանչյուր փրկության պլան, յուրաքանչյուր թաքնված փաստաթուղթ, որը կարող էր փոխել նրա ճակատագիրը։ Այժմ պատկերացրեք, որ դուք պետք է ընտրեիք պահպանել ձեր հավատարմությունը համակարգին, թե փրկել մի կյանք։ 1986 թվականի նոյեմբերին 12 մարդ կատարեցին այդ ընտրությունը, որը փոխեց Հայաստանի պատմությունը։ Նրանք չէին պարզապես բժիշկներ կամ պաշտոնյաներ, նրանք էին ներքին շրջանակը, գաղտնի խումբը, որը վերահսկում էր Մետաքսիայի բուժման յուրաքանչյուր մանրամասն։ Նրանք հավաքվում էին գիշերները առողջապահության նախարարության ստորգետնյա սենյակում, որտեղ պահվում էին ամենագաղտնի արխիվները։ Այնտեղ, մոմերի լույսի ներքո, քանի որ նույնիսկ էլեկտրական լույսը գսը կարող էր մատնել նրանց ներկայությունը, նրանք քննարկում էին Մետաքսիայի ճակատագիրը։ Ո՞վ էին այդ մարդիկ։ Ինչու էին նրանք հավաքվում գաղտնի։ Եվ ամենակարևորը, ի՞նչն էր ստիպել նրանց դավաճանել իրենց ամենամեծ դերասանուհուն։
Այդ 12 մարդկանց թվում էին Վահագն Ավետիսյանը, առողջապահության նախարարը, Արամ Խաչատրյանը, թատրոնի տնօրենը, Արմեն Սարգսյանը, գլխավոր բժիշկը եւ 9 այլ մարդիկ, որոնց անուններն այսօր առաջին անգամ բացահայտվում են։ Նրանց թվում էին 2 բարձրաստիճան պաշտոնյաներ Կոմկուսի կենտրոնական կոմիտեից, 3 բժիշկներ Երևանի ամենամեծ հիվանդանոցներից, 1 ներկայացուցիչ Մոսկվայի առողջապահության նախարարությունից եւ 3 մարդ, որոնց դերը դեռևս մնում է խորհրդավոր։ Նրանք կոչում էին իրենց հոգաբարձուների խորհուրդ, անունով, որը հնչում էր բարեսիրտ, բայց իրականում ծածկում էր ինչ-որ շատ ավելի մութ։ Նախկին բժիշկ Գագիկ Հովհաննիսյանը, ով այդ ժամանակ աշխատում էր Երևանի կարդիոլոգիական կենտրոնում եւ ով մասնակցել է մի քանի այդ գաղտնի հավաքներին, այսօր առաջին անգամ պատմում է, թե ինչ իրականում տեղի էր ունենում այդ ստորգետնյա սենյակում։ Նա նկարագրում է մթնոլորտը՝ ծանր, լարված, լիճ վախերով։ Պատերին կախված էին Մետաքսիայի բժշկական քարտերը, նրա ռենտգենյան նկարները, նրա վերջին վերլուծությունների արդյունքները։ Սեղանի վրա դրված էին նամակները Մոսկվայից, այն նամակները, որոնք երբեք չհասան Մետաքսիային։ Եվ յուրաքանչյուր հավաքի ժամանակ նույն հարցը հնչում էր կրկին ու կրկին. Ինչ անենք Մետաքսիայի հետ։ Հովհաննիսյանը հիշում է առաջին հավաքը, որին նա մասնակցեց 1986 թվականի սեպտեմբերի 20-ին։ Ավետիսյանը բացեց հավաքը խոսքերով, որոնք անմիջապես ստեղծեցին անհանգստության մթնոլորտ։ «Ընկերներ», ասաց նա, եւ նրա ձայնը դողում էր, «մենք կանգնած ենք շատ դժվար որոշման առջև։ Մետաքսյա Սիմոնյանի վիճակը վատանում է ամեն օր։ Մոսկվան առաջարկում է վիրահատություն, բայց մենք բոլորս գիտենք, որ ռիսկերը չափազանց մեծ են։ Եթե նա մահանա Մոսկվայում, մեղքը կընկնի մեր վրա։ Եթե նա մահանա Երևանում, առանց փորձելու Մոսկվայի օգնությունը, մեղքը նույնպես կընկնի մեր վրա։ Մենք պետք է գտնենք երրորդ ճանապարհ»։ Բայց ինչ էր այդ երրորդ ճանապարհը։ Հովհաննիսյանը պատմում է, որ քննարկումները տևեցին ժամերով։ Ոմանք առաջարկում էին ուղարկել Մետաքսիային Մոսկվա անմիջապես, ռիսկերից անկախ։ Ուրիշներ պնդում էին, որ ավելի անվտանգ է պահել նրան Երևանում եւ տալ նրան լավագույն հնարավոր խնամք այստեղ։ Բայց երրորդ խումբը, որին ղեկավարում էր Ավետիսյանը, առաջարկեց ինչ-որ բան ամբողջովին այլ սպասել։ Պարզապես սպասել եւ տեսնել, թե ինչ կլինի։ Եթե Մետաքսիայի վիճակը կայունանա, ասաց Ավետիսյանը, ապա մենք կունենանք ավելի շատ ժամանակ որոշելու համար։ Եթե նա վատանա, ապա որոշումը կընդունվի ինքնաբերաբար։ Այս սպասելու ռազմավարությունը, ինչպես Հովհաննիսյանը այժմ հասկանում է, եղավ մահավճիռ Մետաքսիայի համար։ Քանի որ յուրաքանչյուր անցած օր նվազեցնում էր նրա հնարավորությունները վիրահատությունից հետո վերականգնվելու համար, յուրաքանչյուր անցած շաբաթ նրան մոտեցնում էր մահվան։ Բայց Ավետիսյանը եւ նրա կողմնակիցները շարունակում էին պնդել, որ սպասելը ճիշտ ընտրությունն է։ Եվ ամենաշոկայինը, նրանք ունեին իրենց պատճառաբանությունները, որոնք հիմնված էին ոչ թե բժշկական գիտության, այլ քաղաքական հաշվարկների վրա։ Հովհաննիսյանը բացահայտում է, որ այդ գաղտնի հավաքների ժամանակ քննարկվում էին ոչ միայն Մետաքսիայի բժշկական վիճակը, այլև քաղաքական հետևանքները նրա հնարավոր մահվան։ Մոսկվայից եկած ներկայացուցիչը, ում անունը Հովհաննիսյանը չի ուզում բացահայտել, բայց ում նա նկարագրում է որպես սառը աչքերով մարդ, ով խոսում էր մարդկային կյանքների մասին, կարծես դրանք լինեին թվեր թղթի վրա, բացատրեց, որ Մետաքսիայի մահը կարող է օգտագործվել որպես քաղաքական գործիք։ Եթե նա մահանա Մոսկվայում, ասաց այդ մարդը, մենք կարող ենք մեղադրել Հայաստանի առողջապահության համակարգը, որ ուշացրել է։ Եթե նա մահանա Երևանում, մենք կարող ենք մեղադրել տեղական անկարողությանը։ Կարևորը այն է, որ մենք վերահսկենք պատմությունը։ Վերահսկել պատմությունը։ Այս բառերը բացահայտում են ամբողջ համակարգի իրական էությունը։ Մետանեությունը։ Մետաքսյա Սիմոնյանը դարձել էր ոչ թե մարդ, ում պետք է փրկել, այլ պատմություն, որը պետք է վերահսկել։ Նրա կյանքը, նրա մահը, նրա տառապանքները ամեն ինչ դարձել էր քաղաքական խաղի մաս։ Եվ այդ 12 մարդիկ, ովքեր հավաքվում էին գիշերները ստորգետնյա սենյակում, եղան այդ խաղի խաղացողները։ Բայց ոչ բոլորը համաձայն էին այդ մոտեցման հետ։ Հովհաննիսյանը հիշում է, որ 2 բժիշկներ, Արմեն Սարգսյանը եւ մեկ այլ կին բժիշկ, ում անունը նա չի հիշում, փորձեցին բողոքել։ Նրանք ասացին, որ սա անբարոյական է, որ նրանք բժիշկներ են եւ նրանց առաջին պարտականությունը փրկել կյանքներն է, ոչ թե խաղալ քաղաքական խաղեր։ Բայց Ավետիսյանը լռեցրեց նրանց սառը նայվածքով եւ սպառնալից խոսքերով։ Եթե դուք չեք կարող հասկանալ ավելի նկեծ նկարը, ասաց նա, ապա գուցե դուք չպետք է լինեք այս սենյակում։ Այդ սպառնալիքը բավական էր։
Սարգսյանը եւ կին բժիշկը լռեցին եւ հավաքը շարունակվեց։ Հաջորդ հավաքը տեղի ունեցավ հոկտեմբերի սկզբին, եւ այս անգամ մթնոլորտը դարձավ ավելի լարված։ Մետաքսիայի վիճակը զգալիորեն վատացել էր, եւ Մոսկվայից եկել էր երրորդ նամակը՝ Բորիս Պետրովսկուց, որը պահանջում էր անմիջական պատասխան։ Ավետիսյանը կարդաց նամակը բարձրաձայն, եւ Հովհաննիսյանը հիշում է, որ յուրաքանչյուր բառ հնչում էր որպես մեղադրանք։ Պետրովսկին գրում էր, որ նա անձամբ հետաքրքրված է Մետաքսիայի գործով, որ նա պատրաստ է տրամադրել լավագույն վիրաբույժներին եւ լավագույն պայմանները, բայց որ նա չի կարող սպասել անverջ։ Եթե Հայաստանը չի ուզում ընդունել մեր օգնությունը, գրում էր նա, ապա մենք պետք է իմանանք դա հիմա, որպեսզի կարողանանք բացատրել մեր որոշումը հանրությանը։ Այս նամակը ստեղծեց խուճապ խորհրդի անդամների շրջանում։ Եթե նրանք հրաժարվեին Մոսկվայի օգնությունից, Պետրովսկին կարող էր հրապարակայնացնել դա, եւ ապա ամբողջ սովետական միությունը կիմանար, որ Հայաստանը մերժեց փրկել իր ամենամեծ դերասանուհուն։ Բայց եթե նրանք ընդունեին օգնությունը եւ Մետաքսյան մահանար Մոսկվայում, ապա նույնպես սկանդալ կլիներ։ Նրանք հայտնվել էին թակարդում, որտեղից ելք չկար։ Հովհաննիսյանը պատմում է, որ այդ հավաքի ժամանակ տեղի ունեցավ ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Մոսկվայից եկած ներկայացուցիչը, սառը աչքերով մարդը, կանգնեց եւ ասաց մի բան, որը սառեցրեց սենյակում գտնվող բոլորին։ «Ընկերներ», ասաց նա, «կա մեկ այլ տարբերակ, որը մենք դեռ չենք քննարկել։ Ինչ կլինի, եթե Մետաքսյա Սիմոնյանը մահանա, նախքան մենք որոշում կայացնենք։ Ինչ կլինի, եթե նրա մահը տեղի ունենա բնականաբար, առանց մեր միջամտության։ Ապա ոչ ոք չի կարող մեղադրել մեզ ոչ մի բանում»։ Այս խոսքերը հնչեցին սենյակում ինչպես մահավճիռ։ Հովհաննիսյանը հիշում է, որ նա զգաց, թե ինչպես սառը քրտինքը հոսում է իր մեջքով։ Այդ մարդը առաջարկում էր ոչ ավելի ոչ պակաս, քան թույլ տալ Մետաքսյային մեռնել։ Ոչ թե սպանել նրան, ոչ, դա կլիներ չափազանց բացահայտ, այլ պարզապես ոչինչ չանել։ Պարզապես սպասել, միցել մինչև բնությունը կատարի իր գործը։ Եվ ապա երբ նա մեռներ, նրանք կարող էին ասել, որ նրանք արեցին ամեն ինչ հնարավորը, բայց որ նա չափազանց հին էր, չափազանց հիվանդ, չափազանց ուշ էր։ Հովհաննիսյանը սպասում էր, որ ինչ-որ մեկը կբողոքի, կբարձրանա եւ կասի, որ սա անընդունելի է։ Բայց ոչ ոք չխոսեց։ Սենյակը լցված էր լռությամբ, ծանր, մեղավոր լռությամբ։ Եվ այդ լռությունը եղավ պատասխանը։ Խորհուրդը որոշեց, առանց ձայնի հանելու, առանց պաշտոնական քվեարկության, նրանք որոշեցին թույլ տալ Մետաքսյա Սիմոնյանին մեռնել։ Հաջորդ 3 ամիսների ընթացքում այդ որոշումը իրականացվեց մանրակրկիտ ճշգրտությամբ։ Մոսկվայի նամակները շարունակում էին գալ, բայց դրանց պատասխանները հետաձգվում էին։ Մետաքսյայի բուժումը շարունակվում էր, բայց առանց իրական փորձի բարելավելու նրա վիճակը։ Նրան տրվում էին ցավազրկողներ, որպեսզի նա չտարապի, բայց ոչ մի իրական բուժում։ Եվ ամենակարևորը, նրան պահում էին մութի մեջ, երբեք չասում էին նրան ճշմարտությունը, երբեք չտալիս նրան հնարավորություն ինքը որոշելու իր ճակատագիրը։ Հովհաննիսյանը պատմում է, որ նա մասնակցեց վերջին հավաքին 1986 թվականի դեկտեմբերի վերջին։ Մետաքսյան այդ ժամանակ արդեն հիվանդանոցում էր, եւ բժիշկները ասում էին, որ նրան մնացել է ամիսներ, գուցե շաբաթներ։ Ավետիսյանը բացեց հավաքը խոսքերով, որոնք փորձում էին արդարացնել այն, ինչ նրանք արել էին։ «Մենք արեցինք այն, ինչ անհրաժեշտ էր», ասաց նա։ «Մենք պաշտպանեցինք համակարգը, մենք պաշտպանեցինք Հայաստանի հեղինակությունը։ Պատմությունը կդատի մեզ, բայց ես հավատում եմ, որ մենք կայացրինք ճիշտ որոշումը»։ Բայց Հովհաննիսյանը չէր համաձայն։ Նա չէր կարող այլևս լռել։ Նա կանգնեց եւ ասաց բառերը, որոնք 30 տարի պահել է իր ներսում։ «Մենք սպանեցինք նրան», ասաց նա եւ նրա ձայնը դողում էր։ «Մենք չօգտագործեցինք դանակ, մենք չօգտագործեցինք թույթույն, բայց մենք սպանեցինք նրան նույնքան վստահ, որքան եթե անեինք դա։ Մենք ընտրեցինք մեր կարիերաները, մեր անվտանգությունը, մեր քաղաքական հաշվարկները նրա կյանքից, եւ այդ ընտրությունը դարձրեց մեզ սպանողներ»։ Սենյակը լռեց։ Ապա Ավետիսյանը, իր դեմքը սպիտակ բարկությունից, ասաց Հովհաննիսյանին, որ նա այլևս ողջունելի չէ այդ հավաքներում։ Հովհաննիսյանը լքեց սենյակը, եւ նա երբեք այլևս չտեսավ այդ մարդկանց։ Բայց նա լսեց, որ հավաքները շարունակվեցին մինչև Մետաքսյայի մահը 1987 թվականի հունվարի 12-ին։ Եվ նա լսեց, որ վերջին հավաքի ժամանակ, երբ նրանք իմացան Մետաքսյայի մահվան մասին, ոչ ոք չլաց, ոչ ոք չցավեց։ Նրանք պարզապես նստեցին լռությամբ, եւ ապա մեկ առ մեկ լքեցին սենյակը, գնալով իրենց տուն, իրենց կյանքներ, իրենց գաղտնիքներ։ Արդյոք այդ 12 մարդիկ իսկապես հանցագործներ էին, թե նրանք պարզապես համակարգի զոհերը, ովքեր չունեին այլ ընտրություն։ Եվ արդյոք մենք,
ովքեր այսօր դատում ենք նրանց, կանեինք այլ կերպ, եթե հայտնվեինք նույն իրավիճակում։ Երբ Մետաքսյա Սիմոնյանը մահացավ 1987 թվականի հունվարի 12-ին, նրա անձնական իրերը հավաքվեցին եւ տեղափոխվեցին Սպանդարյան թատրոնի արխիվ։ Այնտեղ հին կոստյումների եւ թատերական ռեկվիզիտների միջև պահվում էին նաեւ փաստաթղթեր, որոնք երբեք չպետք է տեսներ լույսը։ Բժշկական եզրակացություններ, որոնք հակասում էին պաշտոնական տարբերակին, նամակներ, որոնք երբեք չեն ուղարկվել, ձայնագրություններ, որոնք երբեք չեն լսվել։ Եվ ամենակարևորը՝ մի օրագիր, որը Մետաքսյան վարել է իր վերջին 6 ամիսների ընթացքում եւ որը պարունակում է բացահայտումներ, որոնք ցնցում են ամեն ինչ, ինչ մենք կարծում էինք, որ գիտենք նրա մահվան մասին։ Այդ օրագիրը հայտնաբերվեց 1987 թվականի դեկտեմբերին, Երբ թատրոնի նոր արխիվարուհի Լուսինե Պետրոսյանը սկսեց կարգավորել հին փաստաթղթերը, նա գտավ այն թաքնված մի փոքր արկղում, որը կնքված էր եւ նշված չբացել մինչև 1995 թվականը։ Բայց Պետրոսյանը, տարիքով ընդամենը 24 տարեկան եւ չգիտակցելով այդ հրահանգի կարեւորությունը, բացեց արկղը։ Այն, ինչ նա գտավ ներսում, փոխեց նրա կյանքը եւ վերջապես բացահայտեց ճշմարտությունը Մետաքսյա Սիմոնյանի մահվան մասին։ Օրագիրը սկսվում է 1986 թվականի հուլիսի 1-ին օրը, այն օրը, երբ Մետաքսյան առաջին անգամ ընդունվեց հիվանդանոց։ Առաջին գրառումը կարճ է եւ փաստացի. «Այսօր ինձ ասացին, որ ես հիվանդ եմ, սիրտը թույլ է։ Բժիշկները ասում են, որ ես պետք է հանգստանամ, դադարեցնեմ աշխատանքը։ Բայց ինչպես կարող եմ դադարեցնել աշխատանքը, երբ աշխատանքը միակ բանն է, որը տալիս է իմաստ իմ կյանքին»։ Այս բառերը գրված Մետաքսիայի սեփական ձեռքով բացահայտում են կինը, ով չէր կարող պատկերացնել կյանքը առանց բեմի։ Բայց հաջորդ գրառումները դառնում են ավելի անհանգստացնող։ Օգոստոսի 15-ին Մետաքսյան գրում է. «Այսօր դոկտոր Սարգսյանը եկավ եւ ասաց ինձ, որ Մոսկվան պատրաստ է ընդունել ինձ վիրահատության համար։ Ես զգացի հույս առաջին անգամ շաբաթներ շարունակ։ Բայց երբ ես հարցրի, թե երբ կարող եմ գնալ, նա ասաց, որ դեռ պետք է սպասել թույլտվությանը։ Ինչ թույլտվության։ Ես սովետական միության ժողովրդական արտիստ եմ։ Ինչու ես պետք է սպասեմ թույլտվության, ստանալու բուժում, որը կարող է փրկել իմ կյանքը»։ Այս հարցերը, որոնք Մետաքսյան տվեց իր օրագրում, երբեք չստացան պատասխան նրա կյանքի ընթացքում։ Բայց օրագիրը շարունակվում է եւ յուրաքանչյուր գրառում դառնում է ավելի հուսահատ։ Սեպտեմբերի 2-ին նա գրում է. «Արամ Խաչատրյանը այցելեց ինձ այսօր։ Նա ասաց, որ Մոսկվայի տեղափոխումը հետաձգվել է տեխնիկական պատճառներով։ Բայց ես տեսա նրա աչքերում ստը։ Նա ինչ-որ բան թաքցնում է ինձանից։ Նրանք բոլորը ինչ-որ բան թաքցնում են ինձանից»։ Հոկտեմբերի 19-ը Մետաքսյան գրում է. «Ես այլևս չեմ հավատում նրանց։ Ես հասկանում եմ, որ ինձ ոչ ոք չի տանելու Մոսկվա։ Ես հասկանում եմ, որ նրանք ընտրել են թույլ տալ ինձ մեռնել այստեղ։ Բայց ինչու։ Ինչ եմ ես արել, որ արժանի եմ այս անտարբերությանը։ Ես տվեցի իմ ողջ կյանքը այս երկրին, այս ժողովրդին, այս արվեստին։ Եվ այժմ, երբ ես ամենաշատն եմ կարիք զգում օգնության, նրանք շրջվում են ինձանից»։ Այս բառերը ցույց են տալիս, որ Մետաքսյան գիտեր ճշմարտությունը։ Նա հասկանում էր, որ նրան դավաճանել են։ Բայց ամենաշոկայինը գալիս է նոյեմբերի գրառումներում, երբ Մետաքսյան սկսում է գրել ոչ թե իր սեփական տառապանքների մասին, այլ այն մարդկանց մասին, ովքեր պատասխանատու են դրա համար։ Նոյեմբերի 5-ին նա գրում է. «Ես գիտեմ նրանց անունները։ Ես գիտեմ, թե ովքեր են նրանք, ովքեր որոշեցին իմ ճակատագիրը։ Վահագն Ավետիսյանը, ով վախենում է իր կարիերայի համար։ Արամ Խաչատրյանը, ով ընտրեց թատրոնը իմ կյանքից։ Եվ ուրիշներ, որոնց անուններն ես դեռ չգիտեմ, բայց ում ես զգում եմ իրենց ներկայությունը, ինչպես ստվերներ իմ շուրջը»։ Բայց ամենաանսպասելի բացահայտումը գալիս է նոյեմբերի 25-ի գրառումից, երբ Մետաքսյան գրում է մի բանի մասին, որը երբեք չի հիշատակվել պաշտոնական տարբերակներում։ «Այսօր մի տարօրինակ մարդ այցելեց ինձ», գրում է նա։ Նա ասաց, որ եկել է Մոսկվայից, բայց նա չէր բժիշկ։ Նահագած էր սև կոստյում, եւ նրա աչքերը սառ էին, ինչպես ձմեռային երկինքը։ Նա նստեց իմ մահճակալի կողքին եւ ասաց ինձ, որ նա գիտի ամեն ինչ։ Նա գիտի նամակների մասին, որոնք երբեք չեն հասել Մոսկվա։ Նա գիտի գաղտնի հավաքների մասին, որտեղ որոշվեց իմ ճակատագիրը։ Եվ նա ասաց ինձ, որ նա կարող է օգնել ինձ, բայց միայն եթե ես համաձայնվեմ անել ինչ-որ բան նրա համար։ Ինչ էր այդ տարօրինակ մարդը ուզում Մետաքսիայից։ Օրագիրը շարունակվում է. «Նա ուզում էր, որ ես ստորագրեմ մի փաստաթուղթ, մի հայտարարություն, որտեղ ես կասեի, որ ես հրաժարվում եմ Մոսկվայի բուժումից։
որ ես ընտրում եմ մնալ Երևանում, որ սա իմ սեփական որոշումն է։ Նա ասաց, որ եթե ես ստորագրեմ այդ փաստաթուղթը, ապա նա կերաշխավորի, որ ես կստանամ լավագույն հնարավոր խնամքը Երևանում։ Բայց ես հրաժարվեցի։ Ես ասացի նրան, որ ես երբեք չեմ ստորագրիս, երբեք չեմ օգնի նրանց թաքցնել իրենց հանցագործությունը։ Այս բացահայտումը ցույց է տալիս, որ Մետաքսիայի դավաճանությունը եղավ ավելի խորը, քան մենք երբևէ պատկերացրել ենք։ Ոչ միայն նրան թաքցրին ճշմարտությունը, ոչ միայն նրան մերժեցին բուժումը, այլև փորձեցին ստիպել նրան համագործակցել իր սեփական մահվան ծածկման գործում։ Եվ երբ նա հրաժարվեց, երբ նա ընտրեց պահպանել իր արժանապատվությունը նույնիսկ մահվան դեմ առ դեմ, նրանք լքեցին նրան ամբողջովին։ Օրագրի վերջին գրառումը թվագրված է դեկտեմբերի 31-ով, ընդամենը 12 օր առաջ Մետաքսիայի մահից։ Այն գրված է դողացող ձեռքով, եւ բառերը դժվար է կարդալ, բայց պատգամը պարզ է։ Ես գիտեմ, Որ ես մահանում եմ։ Ես զգում եմ դա իմ ամբողջ էությամբ։ Բայց ես չեմ վախենում մահից։ Ես վախենում եմ մոռացվելուց։ Ես վախենում եմ, որ իմ պատմությունը երբեք չի պատմվի, որ ճշմարտությունը երբեք չի բացահայտվի։ Այդ պատճառով ես գրում եմ այս օրագիրը։ Այդ պատճառով ես թողնում եմ այս բառերը, որպիսի մի օր, երբ ես այլևս չեմ լինի, ինչ որ մեկը կգտնի դրանք եւ կպատմի աշխարհին, թե ինչ իրականում տեղի ունեցավ։ Լուսինե Պետրոսյանը, երիտասարդ արխիվարուհին, ով հայտնաբերեց այս օրագիրը, հիշում է, թե ինչպես նա զգաց, երբ կարդաց այդ վերջին բառերը։ Ես նստած էի արխիվի մութ սենյակում, օրագիրը ձեռքիս մեջ, եւ ես լացում էի, ասում է նա։ Ես երբեք չէի հանդիպել Մետաքսյա Սիմոնյանին, բայց այդ պահին ես զգացի, կարծես նա խոսում էր անձամբ ինձ հետ։ Կարծես նա սպասել էր 30 տարի, որ ինչ-որ մեկը գտներ այս օրագիրը եւ պատմեր նրա պատմությունը։ Պետրոսյանը անմիջապես տեղեկացրեց իշխանություններին օրագրի մասին, բայց այն, ինչ տեղի ունեցավ հաջորդիվ, ցույց տվեց, որ համակարգը դեռևս չէր պատրաստ ընդունել ճշմարտությունը։ օրագիրը խլվեց նրանից եւ տեղափոխվեց անհայտ վայր։ Պետրոսյանին ասացին, որ փաստաթուղթը կուսումնասիրվի եւ որ նա կտեղեկացվի արդյունքների մասին։ Բայց շաբաթները անցան, ապա ամիսները, եւ ոչ մի պատասխան չեկավ։ Պետրոսյանը փորձեց հարցնել, բայց նրան ասացին, որ գործը փակված է, որ օրագիրը ոչինչ նոր չի բացահայտել, որ Մետաքսյա Սիմոնյանը մահացել է բնական պատճառներով։ Բայց Պետրոսյանը չհամաձայնվեց։ Նա գաղտնի պատճենել էր օրագրի մի քանի էջ, նախքան այն խլվելը, եւ նա պահել է այդ պատճենները 30 տարի։ Այսօր նա առաջին անգամ ցույց է տալիս դրանք տեսախցիկի առջև, եւ մենք կարող ենք տեսնել Մետաքսիայի սեփական բառերը, նրա սեփական ձեռագիրը, նրա սեփական ցավը։ Այս էջերը ապացույց են, որ Մետաքսյա Սիմոնյանը գիտեր ճշմարտությունը, որ նա հասկանում էր, թե ինչ է տեղի ունենում, եւ որ նա ընտրեց դիմակայել մինչև վերջ։ Բայց օրագիրը ոչ միայն բացահայտում է Մետաքսիայի տառապանքները, այն նաև բացահայտում է տում է համակարգային փտացությունը, որը թույլ տվեց այս ողբերգությանը տեղի ունենալ։ Այն ցույց է տալիս, թե ինչպես քաղաքական հաշվարկները, անձնական վախերը եւ բյուրոկրատական անտարբերությունը միավորվեցին, սպանելու մի անմեղ կնոջ։ Եվ այն ցույց է տալիս, թե ինչպես այդ համակարգը շարունակեց գործել նույնիսկ Մետաքսիայի մահից հետո, թաքցնելով ապացույցները, լռեցնելով վկաներին, ապահովելով, որ ճշմարտությունը երբեք չի բացահայտվի։ Արդյոք այդ օրագիրը բավական է վերագնահատելու Մետաքսյա Սիմոնյանի մահը, թե մենք պետք է շարունակենք փնտրել ավելի շատ ապացույցներ, եւ ամենակարևորը, արդյոք մենք պատրաստ ենք ընդունել ճշմարտությունը, նույնիսկ եթե այն ցավալի է եւ անհարմար։ Մետաքսյա Սիմոնյանի մահից հետո նրա անձնական իրերը, ներառյալ օրագիրը, բժշկական փաստաթղթերը եւ գաղտնի նամակները պետք է պահվեին Հայաստանի պետական արխիվում, որպես պատմական ժառանգություն։ Բայց փոխարենը դրանք ցրվեցին, թաքնվեցին եւ մի մասը նույնիսկ ոչնչացվեց։ Ո՞վ էր պատասխանատու այդ փաստաթղթերի անհետացման համար։ Ինչու էր այնքան կարևոր, որ այդ ապացույցները երբեք չտեսնեին լույսը։ Եվ ամենակարևորը, ինչ այլ գաղտնիքներ են դեռևս թաքնված այն արխիվներում, որոնք մենք դեռ չենք հայտնաբերել։ Այս հարցերին պատասխանելու համար մենք պետք է ուսումնասիրենք այն, ինչ տեղի ունեցավ անմիջապես Մետաքսիայի մահից հետո։ 1987 թվականի հունվարի 13-ին, մեկ օր անց նրա մահից, Վահագն Ավետիսյանը հրավիրեց հատուկ հավաք իր գրասենյակում։ Ներկա էին նույն 12 մարդիկ, ովքեր կազմում էին Հոգաբարձուների խորհուրդը։ Այս հավաքի մասին մենք գիտենք նախկին քարտուղարուհի Նվարդ Գրիգորյանի վկայությունից, ով լսել է զրույցը դռան հետևից եւ ով այսօր առաջին անգամ պատմում է, թե ինչ լսեց։ Ավետիսյանը սկսեց հավաքը խոսքերով, որոնք անմիջապես ստեղծեցին անհանգստության մթնոլորտ։ «Ընկերներ», ասաց նա, «Մետաքսյա Սիմոնյանը մահացել է։ Սա ողբերգություն է մեր բոլորի համար։
Բայց մենք պետք է համոզվենք, որ նրա մահը չստեղծի խնդիրներ մեզ համար։ Մենք պետք է համոզվենք, որ պաշտոնական տարբերակը մնա անփոփոխ, բնական մահ ծերության հետևանքով։ Եվ դա նշանակում է, որ մենք պետք է վերահսկենք բոլոր փաստաթղթերը, որոնք կարող են հակասել այդ տարբերակին։ Գրիգորյանը հիշում է, որ ապա Ավետիսյանը սկսեց թվարկել այն փաստաթղթերը, որոնք պետք է վերահսկվեին։ Առաջինը բժշկական քարտերը, որոնք ցույց էին տալիս Մետաքսիայի իրական վիճակը եւ այն փաստը, որ նրան կարող էին փրկել։ Երկրորդը նամակները Մոսկվայից, որոնք ապացուցում էին, որ Սովետական Միությունը պատրաստ էր օգնել, բայց Հայաստանը մերժեց։ Երրորդը հոգաբարձուների խորհրդի հավաքների արձանագրությունները, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես էր որոշվել Մետաքսիայի ճակատագիրը։ Եվ չորրորդը Մետաքսիայի օրագիրը, որը պարունակում էր նրա սեփական մեղադրանքները։ Ավետիսյանը հանձնարարեց յուրաքանչյուր խմբի անդամի պատասխանատվություն մեկ կատեգորիայի փաստաթղթերի համար։ Բժիշկները պետք է վերահսկեին բժշկական քարտերը, Կոմկուսի ներկայացուցիչները պետք է վերահսկեին Մոսկվայի նամակները, թատրոնի տնօրենը պետք է վերահսկեր Մետաքսիայի անձնական իրերը, եւ Ավետիսյանը ինքը պետք է վերահսկեր խորհրդի արձանագրությունները։ Մենք պետք է համոզվենք, ասաց նա, որ այս փաստաթղթերը երբեք չհայտնվեն հանրության ձեռքում։ Բայց ինչպես էին նրանք պատրաստվում վերահսկել այդ փաստաթղթերը։ Գրիգորյանը լսեց, թե ինչպես Ավետիսյանը բացատրեց պլանը։ Մի մասը կտեղափոխվեր Մոսկվա, անվտանգ պահպանման համար, որը իրականում նշանակում էր, որ դրանք կանհետանային սովետական բյուրոկրատիայի անդունդներում։ Մեկ այլ մասը կմնար Երևանում, բայց կթաքնվեր այնպիսի վայրերում, որտեղ ոչ ոք երբեք չէր փնտրի։ Եվ երրորդ մասը, ամենավտանգավորը, կոչնչացվեր ամբողջովին։ Այս պլանը իրականացվեց մանրակրկիտ ճշգրտությամբ հաջորդ շաբաթների ընթացքում։ Բժշկական քարտերը, որոնք պահվում էին Երևանի կարդիոլոգիական կենտրոնում, անհետացան մի գիշեր, առանց որևէ բացատրության։ Մոսկվայի նամակները, որոնք պահվում էին առողջապահության նախարարության արխիվում, տեղափոխվեցին անվտանգ վայր, որը երբեք չի նշվել։ Խորհրդի արձանագրությունները այրվեցին Ավետիսյանի սեփական գրասենյակում, նրա անձնական վերահսկողության ներքո։ Եվ Մետաքսիայի օրագիրը, ամենավտանգավոր փաստաթուղթը, տեղափոխվեց Սպանդարյան թատրոն, Արամ Խաչատրյանի պատասխանատվությամբ։ Բայց ինչու է Խաչատրյանը ընտրել թաքցնել օրագիրը թատրոնի արխիվում, փոխարենը ոչնչացնելու այն։ Այս հարցին պատասխանը գալիս է Խաչատրյանի սեփական խոստովանությունից, որը նա տվեց իր վերջին հարցազրույցում 1999 թվականին, ընդամենը մի քանի ամիս առաջ իր մահից։ Ես չէի կարող ոչնչացնել այն, ասաց նա։ Ես արդեն դավաճանել էի Մետաքսիային մի անգամ, երբ լռեցի նրա կյանքի ժամանակ։ Ես չէի կարող դավաճանել նրան երկրորդ անգամ, ոչնչացնելով նրա վերջին խոսքերը։ Այդ պատճառով ես թաքցրի օրագիրը այնտեղ, որտեղ ես հույս ունեի, որ մի օր ինչ-որ մեկը կգտներ այն։ Խաչատրյանի այս ընտրությունը, թեև ուշ եւ անբավարար, վերջապես թույլ տվեց ճշմարտությանը բացահայտվել։ Բայց մինչև այդ պահը 30 տարի շարունակ պաշտոնական տարբերակը մնաց անփոփոխ։ Մետաքսյա Սիմոնյանը մահացել էր բնական պատճառներով։ Նա ստացել էր լավագույն հնարավոր խնամքը։ Ոչ ոք չէր մեղավոր նրա մահվան համար։ Այս ստերը կրկնվեցին հազարավոր անգամներ, պաշտոնական հայտարարություններում, հուշագրություններում, պատմական գրքերում։ Եվ յուրաքանչյուր անգամ, երբ ինչ-որ մեկը փորձում արձականի տակ դնել այդ տարբերակը, նրան լռեցնում էին։ Բայց ովքեր էին այն մարդիկ, ովքեր լռեցնում էին հարցերը։ Ովքեր էին այն մարդիկ, ովքեր համոզվում էին, որ ճշմարտությունը երբեք չի բացահայտվի։ Պատասխանը բացահայտվում է այն փաստաթղթերից, որոնք հայտնաբերվեցին 1991 թվականին, երբ Սովետական Միությունը փլուզվեց եւ հին արխիվները սկսեցին բացվել։ Այդ փաստաթղթերը ցույց են տալիս, որ հոգաբարձուների խորհուրդը շարունակեց գործել նույնիսկ Մետաքսիայի մահից հետո, ոչ թե որպես բժշկական կամ քաղաքական մարմին, այլ որպես գաղտնի ցանց, որի միակ նպատակը եղավ պաշտպանել իր անդամներին եւ թաքցնել իրենց հանցագործությունները։ Այդ ցանցը ներառում էր ոչ միայն 12 սկզբնական անդամներին, այլև տասնյակ այլ մարդկանց՝ բժիշկներ, պաշտոնյաներ, արխիվարուհիներ, լրագրողներ, ովքեր բոլորը համաձայնվեցին լռել։ Փոխարենը արտոնությունների, բարձրացումների կամ պարզապես անվտանգության։ Նրանք ստեղծեցին մի համակարգ, որտեղ ցանկացած մարդ, ով փորձում էր խոսել ճշմարտությունը, անմիջապես նույնականացվում եւ լռեցվում էր։ Եվ այդ համակարգը աշխատեց կատարյալ 30 տարի շարունակ։ Բայց ամենաանհանգստացնող բացահայտումը այն է, որ այդ համակարգը դեռևս գործում է։ Նույնիսկ այսօր, երբ Սովետական Միությունը այլևս գոյություն չունի, երբ Հայաստանը անկախ է, երբ ժողովրդավարությունը եւ ազատ խոսքը պետք է լինեին երաշխավորված, դեռևս կան մարդիկ,
ովքեր չեն ուզում, որ Մետաքսյա Սիմոնյանի ճշմարտությունը բացահայտվի։ Դեռևս կան մարդիկ, ովքեր փորձում են խափանել քննությունները, թաքցնել ապացույցները, սպառնալ վկաներին։ Ովքեր են այդ մարդիկ։ Ինչու են նրանք դեռևս վախենում ճշմարտությունից։ Եվ ամենակարևորը, ինչքան ժամանակ մենք կթույլատրենք նրանց շարունակել թաքցնել այն։ Արդյոք մենք պատրաստ ենք պահանջել ամբողջական քննություն Մետաքսյա Սիմոնյանի մահվան մասին, թե մենք կշարունակենք ընդունել պաշտոնական տարբերակը, եւ արդյոք մեր լռությունը դարձնում է մեզ համագործակիցներ այն հանցագործության, որը կատարվեց 30 տարի առաջ։ Առաջին անգամ 35 տարվա ընթացքում այն մարդը, ով պատասխանատու էր Մետաքսյա Սիմոնյանի անձնական անվտանգության համար, համաձայնվում է խոսել տեսախցիկի առջև։ Նրա անունը Վարդան Մանուկյան է, եւ այն, ինչ նա պատմում է վերջին շաբաթների մասին, կհամոզի ձեզ, որ ամեն ինչ մենք կարծում էինք, որ գիտենք, եղել է մանրակրկիտ կառուցված պատրանք։ Մանուկյանը աշխատում էր որպես Սպանդարյան թատրոնի անվտանգության ծառայության ղեկավար 1976-ից մինչև 1987 թվականը։ Նրա պարտականությունը եղավ պաշտպանել թատրոնի արտիստներին, հատկապես Մետաքսյային, ով ստանում էր սպառնալիքներ եւ անհանգստացնող նամակներ։ Բայց այն, ինչ Մանուկյանը բացահայտում է այսօր, ցույց է տալիս, որ նա ոչ միայն պաշտպանում էր Մետաքսյային, այլև վերահսկում էր նրա յուրաքանչյուր քայլը, յուրաքանչյուր զրույցը, յուրաքանչյուր հեռախոսազանգը։ Ով էր հանձնարարել նրան այդ վերահսկումը։ Ինչի համար էին նրանք վախենում Մետաքսյայից։ Եվ ամենակարևորը, ինչ գաղտնիքներ է Մետաքսյան իմացել իր վերջին ամիսներին, որոնք այնքան վտանգավոր էին, որ պետք է լռեցվեր ցմահ։ Մանուկյանը նստած է իր փոքրիկ բնակարանում Երևանի արվարձաններից մեկում, եւ նրա ձեռքերը դողում են, երբ նա բացում է հին պայուսակը, որը պահել է 35 տարի։ Ներսում կան փաստաթղթեր, որոնք երբեք չպետք է գոյություն ունենային, գաղտնի հաշվետվություններ, որոնք նա ուղարկում էր առողջապահության նախարարություն, ձայնագրությունների յունների տրանսկրիպտներ, որոնք նա պատրաստել է Մետաքսյայի հեռախոսազրույցներից, եւ ամենաշոկայինը՝ ցուցակ այն մարդկանց, ում Մետաքսյան հանդիպել է իր վերջին 6 ամիսների ընթացքում, եւ ովքեր հետագայում զրուցել են անվտանգության ծառայության հետ։ Այս փաստաթղթերը ապացուցում են, որ Մետաքսյա Սիմոնյանը ապրում էր ոչ թե որպես սիրված դերասանուհի, այլ որպես բանտարկյալ իր սեփական կյանքում։ Մանուկյանը սկսում է իր պատմությունը 1986 թվականի մայիսից, երբ նա ստացավ առաջին հանձնարարությունը Վահագն Ավետիսյանից։ Այդ ժամանակ Մետաքսյան դեռ աշխատում էր թատրոնում, թեև արդեն սկսել էր զգալ առողջական խնդիրներ։ Ավետիսյանը կանչեց Մանուկյանին իր գրասենյակ եւ ասաց նրան ինչ-որ բան, որը անմիջապես ստեղծեց անհանգստության զգացում։ «Ընկեր Մանուկյան», ասաց նա, «մենք ունենք մի նուրբ իրավիճակ Մետաքսյա Սիմոնյանի հետ։ Նա հիվանդ է, շատ ավելի հիվանդ, քան մարդիկ գիտեն, եւ մենք վախենում ենք, որ նա կարող է անել ինչ-որ անխոհեմ բան։ Մենք վախենում ենք, որ նա կարող է խոսել սխալ մարդկանց հետ, կարող է գրել սխալ նամակներ, կարող է ստեղծել խնդիրներ մեզ բոլորի համար։ Քո աշխատանքն է համոզվել, որ դա չի տեղի ունենա»։ Մանուկյանը հասկացավ, թե ինչ իրականում նշանակում էր այդ հանձնարարությունը։ Նա պետք է լինձնազոհ լինի Մետաքսյայի համար, այլ նրա հսկիչը։ Նա պետք է իմանար, թե ում հետ է նա խոսում, ինչ է նա ասում, ինչ նամակներ է նա գրում։ Եվ եթե Մետաքսյան փորձեր անել ինչ-որ բան, որը կարող էր վտանգել պաշտոնական տարբերակը, Մանուկյանը պետք է անմիջապես տեղեկացներ Ավետիսյանին։ Սա չէր պաշտպանություն, սա էր լրտեսություն։ Բայց Մանուկյանը, ով ամբողջ իր կարիերան կառուցել էր հավատարմության եւ կարգապահության վրա, համաձայնվեց։ Հաջորդ 6 ամիսների ընթացքում Մանուկյանը դարձավ Մետաքսյայի անտեսանելի ստվերը։ Նա տեղադրեց լսող սարքեր նրա հեռախոսում, նա վարձեց մարդկանց, ովքեր հետևում էին նրան փողոցում, նա նույնիսկ կաշառեց թատրոնի մի քանի աշխատակիցների, որպեսզի նրանք զեկուցեին Մետաքսյայի զրույցների մասին։ Յուրաքանչյուր երեկո նա պատրաստում էր մանրամասն հաշվետվություն եւ ուղարկում այն Ավետիսյանին։ Այդ հաշվետվություններում նա նկարագրում էր ամեն ինչ՝ Մետաքսյայի հանդիպումները բժիշկների հետ, նրա զրույցները ընկերների հետ, նրա փորձերը կապվել Մոսկվայի հետ։ Մանուկյանը ցույց է տալիս մեզ մի քանի այդ հաշվետվություններ, եւ դրանք սառեցնում են արյունը։ 1986 թվականի օգոստոսի 16-ի հաշվետվությունում նա գրում է. «Օբյեկտը այսօր ստացավ հեռախոսազանգ դոկտոր Սարգսյանից, ով տեղեկացրեց Մոսկվայի առաջարկի մասին։ Օբյեկտը շատ ոգևորված էր եւ անմիջապես փորձեց զանգահարել առողջապահության նախարարություն, հաստատելու տեղափոխումը։ Զանգը խափանվեց։ Օբյեկտը փորձեց երկրորդ անգամ, 1 ժամ անց։ Զանգը կրկին խափանվեց։ Օբյեկտը դարձավ կասկածամիտ եւ ասաց դոկտոր Սարգսյանին, որ ինչ-որ բան սխալ է։ Այս հաշվետվությունը ապացուցում է, որ Մետաքսյայի հեռախոսազանգերը մզիտումնավոր խափանվում էին։ Նա փորձում էր հասնել Մոսկվա, բայց նրան թույլ չէին տալիս։
Նա փորձում էր խոսել ճշմարտությունը, բայց նրան լռեցնում էին։ Եվ ամեն անգամ, երբ նա փորձում էր դիմադրել, Մանուկյանը զեկուցում էր Ավետիսյանին, եւ համակարգը ավելի ամուր-վելի ամուր սեղմում էր իր բռունցքը։ Բայց ամենաշոկայինը գալիս է սեպտեմբերի հաշվետվություններից, երբ Մետաքսյան սկսեց հասկանալ, որ նրան լրտեսում են։ Սեպտեմբերի 21-ի հաշվետվությունում Մանուկյանը գրում է. «Օբյեկտը այսօր հայտնաբերեց լսող սարքը իր հեռախոսում։ Նա հանեց այն եւ ցույց տվեց իր ընկերուհի Արփինե Գրիգորյանին։ Նրանք երկար քննարկեցին, թե ով կարող է տեղադրել այն։ Օբյեկտը ասաց, որ նա գիտի, որ նրան վերահսկում են, բայց նա չի վախենում։ Նա ասաց, որ նա կգտնի ճանապարհ պատմելու ճշմարտությունը, նույնիսկ եթե դա նշանակում է ռիսկել իր կյանքը։ Այս բառերը, որոնք Մանուկյանը գրանցել է 35 տարի առաջ, ցույց են տալիս Մետաքսյայի իրական քաջությունը։ Նա գիտեր, որ նրան լրտեսում են, գիտեր, որ նրան վերահսկում են, բայց նա չհրաժարվեց։ Նա շարունակեց պայքարել մինչև վերջ։ Բայց այդ պայքարը, ինչպես մենք այժմ գիտենք, եղավ անհավասար։ Համակարգը չափազանց հզոր էր, չափազանց անողոք, չափազանց վճռական, լռեցնելու նրան։ Մանուկյանը պատմում է, որ հոկտեմբերին նա ստացավ նոր հանձնարարություն Ավետիսյանից, ավելի մութ եւ ավելի վտանգավոր։ Ավետիսյանը ասաց նրան, որ Մետաքսյան դարձել է չափազանց խնդրահարույց, որ նա փորձում է գտնել ճանապարհներ շրջանցելու վերահսկումը, որ նա նույնիսկ խոսել է լրագրողների հետ։ Մենք պետք է ավելի խիստ լինենք, ասաց Ավետիսյանը։ Մենք պետք է համոզվենք, որ նա չի կարող կապվել ոչ ոքի հետ, առանց մեր իմացության։ Եվ եթե անհրաժեշտ լինի, մենք պետք է մեկուսացնենք նրան ամբողջովին։ Մեկուսացնել։ Այս բառը, որը Մանուկյանը երբեք չի մոռանա, նշանակում էր ինչ-որ բան շատ կոնկրետ։ Մետաքսյային պետք է կտրել արտաքին աշխարհից, պետք է թույլ չտալ նրան հանդիպել ընկերների, պետք է սահմանափակել նրա շարժումները, պետք է վերածել նրան բանտարկյալի իր սեփական կյանքում։ Եվ երբ նա վերջապես ընդունվեց հիվանդանոց նոյեմբերին, այդ մեկուսացումը դարձավ ամբողջական։ Նրան տեղավորեցին առանձին պալատում, որտեղ բոլոր այցելուները պետք է գրանցվեին, որտեղ բոլոր զրույցները լսվում էին, որտեղ նույնիսկ բժիշկները չէին կարող խոսել նրա հետ առանց Մանուկյանի թույլտվության։ Մանուկյանը ցույց է տալիս մեզ ցուցակը այն մարդկանց, ում Մետաքսյան փորձեց հանդիպել իր վերջին 2 ամիսների ընթացքում, բայց ում մուտքը մերժվեց հիվանդանոց։ Ցուցակում կան 37 անուն, ընկերներ, գործընկերներ, հեռավոր ազգականներ, նույնիսկ լրագրողներ, ովքեր ուզում էին հարցազրույց վերցնել նրանից։ Յուրաքանչյուր անունի կողքին Մանուկյանը գրել է պատճառը մերժման համար՝ անվտանգության ռիսկ, բժշկական հակացուցում, ընտանիքի խնդրանք։ Բայց իրականում, ինչպես Մանուկյանը այժմ ընդունում է, բոլոր այդ պատճառները եղան ստեր։ Իրական պատճառը եղավ մեկը՝ պահել Մետաքսյային լռության մեջ մինչև նրա մահը։ Արդյոք Մանուկյանը զղջում է այն, ինչ արեց, թե նա դեռևս հավատում է, որ նա պարզապես կատարում էր իր պարտականությունը, եւ արդյոք մենք կարող ենք ներել մարդուն, ով օգնեց բանտարկել մեր ամենամեծ դերասանուհուն նրա վերջին օրերին։ Մետաքսե Սիմոնյանի անձնական արխիվում, որը պահվում է Սպանդարյան թատրոնում, կա մի փաթեթ նամակներ, որոնք երբեք չեն ուղարկվել։ Այդ նամակները գրված են 1986 թվականի նոյեմբերից մինչև դեկտեմբեր, այն ժամանակաշրջանը, երբ Մետաքսյան արդեն հիվանդանոցում էր եւ գիտեր, որ իր օրերը հաշված են։ Նամակները ուղղված են տարբեր մարդկանց՝ հին ընկերներին, գործընկերներին, նույնիսկ մարդկանց, ում նա երբեք չէր հանդիպել, բայց ում նա հավատում էր, որ կարող են օգնել նրան։ Բայց ոչ մի այդ նամակներից երբեք չի հասել իր հասցեատիրոջը, քանի որ դրանք բոլորը խափանվեցին հիվանդանոցի անվտանգության ծառայության կողմից։ Այսօր մենք առաջին անգամ բացում ենք այդ նամակները եւ կարդում դրանց բովանդակությունը։ Բովանդակություն, որը բացահայտում է Մետաքսյայի վերջին հույսերը, վախերը եւ մեղադրանքները։ Առաջին նամակը գրված նոյեմբերի 5-ին ուղղված է Միխայիլ Գորբաչովին, Սովետական միության գլխավոր քարտուղարին։ Նամակը սկսվում է պարզ եւ ուղղակի. «Հարգելի ընկեր Գորբաչով, ես պետք է ձեզ հետ խոսել»։ Այս նամակը հարուցվել է մինչև Միխայիլ Մետասյանի կորուստը։ Նրա հետ մտածելուց հետո Մետասյանը հավատացել է, որ իր համար ավելի կարևոր է պաշտպանել հիվանդանոցի բոլոր մարդկանց կյանքը, քան իր ու Մետասյանի հարաբերությունները։ Այդ մասին մտածելու համար նա նրանց պաշտպանելու հնարավորություն էլ չուներ։ Բայց հիմա նրա այդ կարծելի ընկեր Գորբաչով, ես գրում եմ ձեզ որպես վերջին հույս։ Ես Մետաքսյա Սիմոնյանն եմ, Սովետական միության ժողովրդական արտիստը, եւ ես մահանում եմ։ Ես մահանում եմ ոչ թե ծելությունից, այլ համակարգային անտարբերությունից։ Ես խնդրեցի օգնություն, բայց ինձ մերժեցին։ Ես փորձեցի հասնել Մոսկվա, բայց ինձ խափանեցին։ Ես գրեցի նամակներ, բայց դրանք երբեք չհասան իրենց հասցեատիրոջը։ Նամակը շարունակվում է ավելի մանրամասն նկարագրությամբ այն, ինչ տեղի ունեցավ վերջին 6 ամիսների ընթացքում։
Մետաքսյան պատմում է Մոսկվայի առաջարկների մասին, որոնք մերժվեցին Երևանի կողմից։ Նա պատմում է գաղտնի հավաքների մասին, որոնց մասին նա իմացել է իր աղբյուրներից։ Նա պատմում է լրտեսության մասին, մեկուսացման մասին, այն զգացողության մասին, որ նա բանտարկյալ է իր սեփական երկրում։ Եվ նա ավարտում է նամակը աղերսանքով. Ես չեմ խնդրում արտոնություններ իմ համար։ Ես չեմ խնդրում հատուկ վերաբերմունք։ Ես պարզապես խնդրում եմ ճշմարտությունը։ Ես խնդրում եմ, որ դուք քննեք այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, եւ համոզվեք, որ ոչ մի այլ արտիստ երբեք չի տառապի այնպես, ինչպես ես տառապում եմ այժմ։ Այս նամակը, որը երբեք չի հասել Գորբաչովին, այսօր կարդվում է որպես պատմական փաստաթուղթ, որը ցույց է տալիս ոչ միայն Մետաքսյայի անձնական ողբերգությունը, այլև ամբողջ համակարգի ձախողումը։ Բայց ավելի շոկային են այն նամակները, որոնք Մետաքսյան գրել է իր ընկերներին եւ գործընկերներին։ Այդ նամակներում նա ավելի անկեղծ է, ավելի զգացմունքային, ավելի մարդկային։ Նոյեմբերի 12-ին գրված նամակում, ուղղված իր հին ընկերուհի Արփինե Գրիգորյանին, Մետաքսյան գրում է. Արփինե ջան, ես գիտեմ, որ դու փորձեցիր այցելել ինձ, բայց քեզ թույլ չտվեցին։ Ես գիտեմ, որ դու անհանգստանում ես իմ համար, եւ ես ուզում եմ, որ դու իմանաս, որ ես լավ եմ։ Ես նշանակում եմ, ես ֆիզիկապես չեմ լավ, բայց հոգեպես ես ավելի ուժեղ եմ, քան երբևէ եղել եմ։ Ես հասկացել եմ ինչ-որ բան, Արփինե ջան։ Ես հասկացել եմ, որ կյանքը ոչ թե այն է, ինչ մենք ստանում ենք, այլ այն է, ինչ մենք տալիս ենք։ Եվ ես տվեցի ամեն ինչ, ինչ ունեի։ Ես տվեցի իմ ողջ կյանքը ԲԲՄ-ին, իմ ողջ սիրտը արվեստին։ Եվ եթե դա նշանակում է, որ ես պետք է մեռնեմ միայնակ, ապա ես ընդունում եմ դա։ Այս բառերը ցույց են տալիս Մետաքսյայի վերջնական հաշտությունը իր ճակատագրի հետ։ Բայց նամակը չի ավարտվում այնտեղ։ Մետաքսյան շարունակում է. Բայց ես չեմ ուզում, որ իմ պատմությունը մոռացվի։ Ես չեմ ուզում, որ այն, ինչ տեղի ունեցավ ինձ հետ, տեղի ունենա ուրիշների հետ։ Այդ պատճառով ես գրում եմ այս նամակը։ Եվ այդ պատճառով ես խնդրում եմ քեզ. եթե ինչ-որ բան պատահի ինձ, եթե ես չկարողանամ պատմել իմ պատմությունը, ապա դու պատմիր այն։ Պատմիր աշխարհին, թե ինչ իրականում տեղի ունեցավ։ Պատմիր նրանց, թե ինչպես համակարգը դավաճանեց ինձ։ Պատմիր նրանց ճշմարտությունը։ Արփինե Գրիգորյանը, ով այսօր կարդում է այս նամակը տեսախցիկի առջև, չի կարող զսպել արցունքները։ Ես պահել եմ այս խոստումը 35 տարի, ասում է նա։ Ես սպասել եմ ճիշտ պահին, պատմելու Մետաքսյայի պատմությունը։ Եվ այժմ, երբ բոլոր ապացույցները հավաքված են, երբ բոլոր վկաները խոսել են, ես վերջապես կարող եմ կատարել իմ խոստումը։ Ես կարող եմ պատմել աշխարհին ճշմարտությունը։ Բայց ամենաանհանգստացնող նամակը այն է, որը Մետաքսյան գրել է դեկտեմբերի 29-ը, ընդամենը 30 օր առաջ իր մահից։ Այս նամակը ուղղված է ում դա կարող է հետաքրքրել, անորոշ հասցեատեր, որը ցույց է տալիս, որ Մետաքսյան այլևս չգիտեր, թե ում կարող է վստահել։ Նամակը սկսվում է խոսքերով, որոնք հնչում են որպես վերջին կտակ։ Ես գրում եմ այս նամակը որպես իմ վերջին վկայությունը։ Ես գիտեմ, որ ես շուտով կմեռնեմ, եւ ես ուզում եմ, որ մարդիկ իմանան ճշմարտությունը նախքան ես հեռանամ։ Նամակը շարունակվում է ցուցակով այն մարդկանց, ում Մետաքսյան մեղադրում է իր մահվան համար։ Առաջինը Վահագն Ավետիսյանը, ում նա անվանում է գլխավոր դավաճանը։ Երկրորդը Արամ Խաչատրյանը, ում նա անվանում է թատրոնի դավաճանը։ Երրորդը անանուն մարդը Մոսկվայից, ում նա անվանում է համակարգի դավաճանը։ Եվ ապա նա ավելացնում է. բայց ամենամեծ դավաճանությունը եղավ ոչ թե այդ մարդկանց, այլ ամբողջ համակարգի, որը թույլ տվեց, որ սա տեղի ունենա։ Համակարգի, որը արժևորում է իշխանությունը ավելի, քան մարդկային կյանքը։ Համակարգի, որը պաշտպանում է իր գաղտնիքները ավելի, քան իր քաղաքացիներին։ Այս բառերը, գրված մի կնոջ կողմից, ով գիտեր, որ իր օրերը հաշված են, հնչում են որպես մեղադրանք ոչ միայն անհատների, այլև ամբողջ համակարգի դեմ։ Եվ նամակի վերջում Մետաքսյան գրում է ինչ-որ բան, որը ցնցում է մինչև հիմքերը։ Ես ներում եմ նրանց։ Ես ներում եմ Ավետիսյանին, Խաչատրյանին, բոլոր նրանց, ովքեր դավաճանեցին ինձ։ Ես ներում եմ նրանց, քանի որ նրանք եղան համակարգի զոհերը, ինչպես ես եմ։ Բայց ես չեմ ներում համակարգին։ Ես երբեք չեմ ների համակարգին, որը ստեղծեց այս ողբերգությունը։ Այս վերջին նամակը, որը երբեք չի ուղարկվել, այսօր կարդվում է որպես Մետաքսյա Սիմոնյանի հոգևոր կտակը։ Այն ցույց է տալիս կինը, ով նույնիսկ մահվան դեմ արդեն պահպանեց իր արժանապատվությունը, իր մարդկայնությունը, իր ունակությունը ներելու։ Բայց այն նաև ցույց է տալիս կինը, ով մերժեց ընդունել անարդարությունը, ով պայքարեց մինչև վերջ, ով թողեց մեզ ժառանգություն, ոչ թե ատելության, այլ ճշմարտության։
Արդյոք այդ նամակները բավական են փոխելու մեր պատկերացումները Մետաքսյա Սիմոնյանի մի մասին, թե մենք դեռևս պետք է փնտրենք ավելի շատ ապացույցներ, Եվ ամենակարևորը, արդյոք մենք կարող ենք սովորել ինչ-որ բան նրա ներողամտությունից եւ օգտագործել այն բուժելու մեր սեփական վերքերը։ 1987 թվականի հունվարի 12-ին ժամը 5 առավոտյան Մետաքսյա Սիմոնյանը հեռացավ այս աշխարհից։ Նրա կողքին եղավ միայն մի բուժքույր, երիտասարդ կին, ով աշխատում էր գիշերային հերթափոխում եւ ով երբեք չէր լսել Մետաքսյայի անունը մինչեւ այդ գիշերը։ Այդ բուժքույրը, ում անունը Գայանե Ավագյան է, այսօր առաջին անգամ պատմում է, թե ինչ տեղի ունեցավ այդ վերջին ժամերին, որոնք բացահայտում են Մետաքսյա Սիմոնյանի իրական մեծությունը։ Գայանեն հիշում է, որ նա մտավ Մետաքսյայի պալատ ժամը 3-ին, սովորական ստուգման համար։ Մետաքսյան արթուն էր, թեև շատ թույլ։ Նա նայեց Գայանեին եւ ժպտաց, այն իր հայտնի տխուր ժպիտով։ «Դու նոր ես այստեղ», հարցրեց նա։ Գայանեն պատասխանեց, որ այո, նա աշխատում է այստեղ միայն 2 շաբաթ։ Մետաքսյան ասաց. «Լավ է, դու չգիտես, թե ով եմ ես»։ Եվ դա լավ է։ Դու կարող ես լսել իմ պատմությունը առանց նախապաշարմունքների։ Հաջորդ 2 ժամվա ընթացքում Մետաքսյան պատմեց Գայանեին իր կյանքի պատմությունը։ Ոչ թե փարահեղ տարբերակը, որը բոլորը գիտեին, այլ իրական տարբերակը, լի սխալներով, զղջումներով, բայց նաև սիրով եւ նվիրվածությամբ։ Նա պատմեց իր առաջին դերի մասին, երբ նա եղել է 16 տարեկան եւ այնքան վախեցած, որ գրեթե փախել է բեմից։ Նա պատմեց իր առաջին մեծ հաջողության մասին, երբ ողջ դահլիճը կանգնել էր 10 րոպե ծափահարելով։ Նա պատմեց իր սիրո մասին, որը զոհաբերեց կարիերայի համար, եւ իր զղջումների մասին, որոնք հետապնդեցին նրան ողջ կյանքը։ Բայց ամենակարևորը, ինչ Մետաքսյան պատմեց Գայանեին, եղավ իր վերջին 6 ամիսների մասին։ Նա պատմեց դավաճանության մասին, լրտեսության մասին, մեկուսացման մասին։ Նա պատմեց այն զգացողության մասին, որ նա բանտարկյալ էր իր սեփական կյանքում։ Բայց նա նաև ասաց ինչ-որ բան, որը Գայանեն երբեք չի մոռանա։ «Ես չեմ զղջում», ասաց Մետաքսյան։ «Ես չեմ զղջում ոչ մի բանի համար։ Ես ապրեցի այնպես, ինչպես ուզեցի։ Ես սիրեցի այն, ինչ սիրեցի։ Ես արեցի այն, ինչ հավատացի, որ ճիշտ է։ Եվ եթե դա նշանակում է, որ ես պետք է մեռնեմ այսպես, ապա ես ընդունում եմ դա»։ Գայանեն լսում էր լռությամբ։ Արցունքները հոսում էին նրա այտերով։ Նա չգիտեր, թե ինչ ասել։ Ինչպես մխիթարել այս կնոջը, ով այնքան ուժեղ էր նույնիսկ իր վերջին ժամերին։ Բայց Մետաքսյան չէր կարիքը մխիթարության։ Նա ուզում էր միայն մի բան, որ ինչ-որ մեկը լսեր նրա պատմությունը, որ ինչ-որ մեկը հիշեր նրան ոչ թե որպես խորհրդանիշ, այլ որպես մարդ։ Ժամը 5-ին Մետաքսյայի շնչառությունը դարձավ ավելի դժվար։ Գայանեն փորձեց կանչել բժշկին, բայց Մետաքսյան կանգնեցրեց նրան։ «Ոչ», ասաց նա, «թող լինի, ես պատրաստ եմ, ես միշտ պատրաստ եմ եղել»։ Նա բռնեց Գայանեի ձեռքը եւ ասաց իր վերջին խոսքեր, որոնք Գայանեն հիշում է բառացիորեն։ «Պատմիժ նրանց», ասաց Մետաքսյան, իր ձայնը գրեթե անլսելի։ «Պատմիժ նրանց, որ ես սիրեցի կիներանց, որ ես սիրեցի կյանքը մինչև վերջ։ Պատմիժ նրանց, որ ես ներեցի նրանց, ովքեր դավաճանեցին ինձ։ Եվ պատմիժ նրանց, որ արվեստը արժե յուրաքանչյուր զոհաբերության, յուրաքանչյուր ցավի, յուրաքանչյուր արցունքի։ Քանի որ արվեստը այն է, ինչ մնում է, երբ մենք հեռանում ենք»։ Այդ բառերից հետո Մետաքսյա Սիմոնյանը փակեց իր աչքերը եւ հանգիստ հեռացավ։ Ոչ մի դրամատիկ տեսարան, ոչ մի վերջին պայքար, ոչ մի աղմուկ։ Պարզապես խաղաղ անցում մի աշխարհից մյուսը։ Գայանեն նստեց նրա կողքին դեռ մի քանի րոպե, բռնելով նրա ձեռքը, լալով լուր։ Ապա նա կանգնեց, ծածկեց Մետաքսյայի մարմինը սպիտակ սավանով եւ գնաց տեղեկացնելու բժիշկներին։ Մետաքսյա Սիմոնյանի մահը պաշտոնապես հայտարարվեց ժամը 5:30 առավոտյան։ Պատճառը գրանցվեց որպես սրտի անբավարարություն բնական ծերության հետևանքով։ Ոչ մի հիշատակում բժշկական սխալների, քաղաքական խաղերի կամ համակարգային դավաճանության մասին։ Պարզապես մի պարզ անձնական մահ, ինչպես հազարավոր այլ մահեր, որոնք տեղի են ունենում ամեն օր։ Բայց մենք այսօր գիտենք, որ այդ պաշտոնական տարբերակը եղավ Ս, որը պահպանվեց 35 տարի, բայց որը վերջապես բացահայտվեց։ Մետաքսյա Սիմոնյանի թաղումը տեղի ունեցավ հունվարի 15-ին, Կոմիտասի Պանթենոնում։ Հազարավոր մարդիկ եկան հրաժեշտ տալու իրենց սիրելի դերասանուհուն։ Պաշտոնական ելույթներ արվեցին, որոնցում գովաբանվեց Մետաքսյայի մեծությունը, նրա նվիրվածությունը արվեստին, նրա ներդրումը հայ մշակույթին։
Բայց ոչ ոք չհիշատակեց ճշմարտությունը։ Ոչ ոք չխոսեց դավաճանության մասին, լրտեսության մասին, մեկուսացման մասին։ Ոչ ոք չասաց, որ Մետաքսյան մահացավ ոչ թե ծերությունից, այլ համակարգային անտարբերությունից։ Ունից։ Բայց այդ օրը, թաղման ժամանակ, տեղի ունեցավ ինչ-որ բան, որը ցույց տվեց, որ ճշմարտությունը չի կարող թաքնված մնալ ընդմիշտ։ Երբ Վահագն Ավետիսյանը բարձրացավ բեմ, ասելու իր ելույթը, մի ձայն բարձրացավ հանդիսականների միջից։ «Դավաճան», գոչեց այդ ձայնը, «դու սպանեցիր նրան»։ Անվտանգության ծառայությունը անմիջապես նույնականացրեց եւ հեռացրեց այդ մարդուն, բայց վնասը արդեն պատճառված էր։ Մարդիկ սկսեցին շշնջալ, հարցեր տալ, կասկածել։ Եվ թեև պաշտոնական տարբերակը շարունակեց գերակշռել, սերմը կասկածի արդեն ցանված էր։ Հաջորդ տարիների ընթացքում այդ սերմը աճեց։ Մարդիկ սկսեցին խոսել գաղտնի, իրենց տների մեջ, իրենց ընկերների հետ, իրենց ընտանիքների հետ։ Նրանք սկսեցին կիսվել պատմություններով, որոնք լսել էին, փաստաթղթերով, որոնք տեսել էին, կասկածներով, որոնք ունեին։ Եվ երբ Սովետական միությունը փլուզվեց 1991 թվականին, երբ հին արխիվները սկսեցին բացվել, երբ վկաները սկսեցին խոսել, ճշմարտությունը վերջապես սկսեց բացահայտվել։ Այսօր 35 տարի Մետաքսյա Սիմոնյանի մահից հետո մենք վերջապես ունենք ամբողջական պատկերը։ Մենք գիտենք, թե ինչ իրականում տեղի ունեցավ։ Մենք գիտենք, թե ովքեր էին պատասխանատուները։ Մենք գիտենք, թե ինչպես համակարգը դավաճանեց իր ամենամեծ դերասանուհուն։ Բայց ամենակարևորը, մենք գիտենք, որ Մետաքսյա Սիմոնյանը մահացավ ոչ թե որպես զոհ, այլ որպես հերոս։ Հերոս, ով պայքարեց մինչև վերջ, ով պահպանեց իր արժանապատվությունը նույնիսկ մահվան դեմ առ դեմ, ով թողեց մեզ ժառանգություն ոչ թե ատելության, այլ ճշմարտության եւ ներողամտության։ Մետաքսյա Սիմոնյանի պատմությունը ավարտվեց 1987 թվականի հունվարի 12-ին, բայց նրա ժառանգությունը շարունակվում է։ Նրա արվեստը դեռևս ապրում է այն ձայնագրություններում, որոնք պահպանվել են։ Նրա հիշատակը դեռևս պատվում է այն հազարավոր մարդկանց կողմից, ովքեր սիրում էին նրան։ Եվ նրա ճշմարտությունը դեռևս հնչում է այն փաստաթղթերում, վկայություններում եւ նամակներում, որոնք վերջապես բացահայտվել են։ Բայց ամենակարևորը, Մետաքսյա Սիմոնյանի պատմությունը հիշեցնում է մեզ, որ արվեստը, ճշմարտությունը եւ արժանապատվությունը ավելի ուժեղ են, քան ցանկացած համակարգ, ցանկացած դավաճանություն, ցանկացած փորձ լռեցնելու դրանք։ Նրա պատմությունը հիշեցնում է մեզ, որ մենք պետք է միշտ պայքարենք ճշմարտության համար, նույնիսկ երբ այդ պայքարը դժվար է, նույնիսկ երբ համակարգը դեմ է մեզ, նույնիսկ երբ մենք գիտենք, որ կարող ենք պարտվել։ Քանի որ վերջում, ինչպես Մետաքսյան ասաց իր վերջին խոսքերում, արվեստը եւ ճշմարտությունը այն են, ինչ մնում է, երբ մենք հեռանում ենք։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ է Մետաքսյա Սիմոնյանը դեռևս հիշվում։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, չբաց թողնելու ճշմարտությունը պատմության կուռքերի մասին։